Մտածեցի են միաջով ես խոսում, բայց ոնց որ չմիացավ։ Երբ են միաջից էլ սահմանափակումների տակ, բալուս բոլորին։ Այգու թեմայի մասին սենց կխոսամ կանցնեմ առաջ։ Առաջի թեման իմ համար շատ ցավոտ թեմա է։ Ինչի է ցավոտ, շատերը չեն հասկանա։ Գիտեք ինչի չեն հասկանա, որտեվ մեր ժողովրդի, մեր ազգի մենտալիտետի մեջ ձևավորվել ասենց մի հատ մտածելակերպ խոսքի օրինակ, որ եթե ես կոնկրետ նիկոլական եմ, հա, Նիկոլ եմ սատարում, նիկոլական չեմ, Նիկոլ եմ պաշտպանում, հավատամ, ընդունում։ Ուրեմն ճիշտ է ես եմ։ Կամ, եթե ես հավատում եմ Քոչարյան Ռոբերտին, ուրեմն ճիշտ է ես եմ։ Եթե ես հավատում եմ Սարգսյան Սերժին, ուրեմն ճիշտ է ես եմ։ Բայց մինչև այդ խոսույթին անցնելը ու այդ պատմությունը կարճի մեջ պատմելը, ես ուզում եմ մոտ հասարակ օրինակ բերեմ, որ բոլոր այն մարդկանց համար, ովքեր ասում են հա, ամենայն հայոց կաթողիկոսը լավը չի, հա? Ու ճիշտ կլինի, որ մեր եկեղեցին մաքրվի կաթողիկոսից։ Նախ ասեմ, այդպես բան ասելուց առաջ մի հատ ինքներդ ձեր ուղեղի մտածելակերպի մեջ ամեն ինչ մաքրեք։ Այդ հարցին մի նայեք զուտ այն էմոցիոնալ ֆոնի վրա։ Ուղղակի մի քիչ ավելի խորը վերլուծեք, ինչ է նշանակում կաթողիկոսին մաքրել եկեղեցուց։ Նախ կաթողիկոսին դուք չեք նշանակել, որ դուք կաթողիկոս մաքրեք եկեղեցուց, դա մեկ։ Կաթողիկոսը նշանակվում է տիեզերական ժողովով։ Եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ հավաքվում են, ընտրում են կաթողիկոս։ Հիմի շատերը դկարակ ասեք, կաթողիկոսն ընտրված չի։ Կփորձեմ խոսեմ կուլտուրական։ Այլ կաշառքով իշխանության եկած է։ Ու կաթողիկոսը երեխա ունի։ Կամ մեկ այլ ամպագորգոր բառեր։ Դուք ունեք, չէ՞ հիմնավորումներ, այսինքն ձեզնից, մեզնից շատերին, տեսեք չեմ ուզում վիրավորեմ ոչ մեկին։ Ուղղակի որ հիմա կոնկրետ Նիկոլ պաշտպանող մարդկանց հարց է տալի, ուղղակի հարց։ Ախպեր լավ, քո ուզածն ինչ ասում։ 2-3 խոսույթ կա այդ մարդկանց մոտ։ Առաջին ռուստա մեղավոր, չէ՞, անպայման, էդի կա։ Երկրորդ կամ առաջին տեղերով կարելի է փոխել։ Նախկիններն են մեղավոր։ Երրորդ Նիկոլը խաղաղություն է բերել։ Նիկոլը փալասա քրչը, բայց մերն է։ Այդ մարդկանց որ մտածում են, ասում են Նիկոլը փալասա քրչա, խեղճա, բայց մերն է։ Դա հետարքիր հարց։ Դուք ասենք խոսքի օրինակ, ինչ օրինակ բերեմ, որ ճիշտ է, ես դաժե չեմ էլ հասկանում։ Չասենք ոչ թե չեմ հասկանում, չեմ պատկերացնում ինչ օրինակ բերեմ։ Դուք ունեք մթերային խանութ, հա, սենց ասեմ, մթերային խանութ, 1000 ներողություն օրինակի հիմար։ Դուք ունեք մթերային խանութ, ձեր մթերային խանութում կա ապրանք, հա, վաճառվելու ապրանք, որպի վաճառվի։ Այդ ձեր մթերային խանութը, որ գողություն չանեն, չթալանեն, այդ մթերային խանութում դուք փող եք տալի, հա, նշանակում եք պահակ, որ այդ խանութին տերը լինի։ Չէ՞։ Աստմա մի շաբաթ 3 օր 4 օր գալիս եք տենում եք այդ խանութում գողություն է եղել։ Գողություն։ Ցենց խառախուռը կարամ խոսամ, բայց միտքը կհասկանաք դուք։ Այս պահակին ասում եք, արա այ ախպեր։ Էս ինչ են գողություն արել, էլեկտրաշոկերը քո ձեռը, հա։ Դուբինգեն գողդ խփած։ Լիազորություններն ունես, պահակի սերտիֆիկատն ունես։ Էս ո՞նց են գողությունները, ասма դե չկարացա վերները։ Մտան գործան թալին տարան, չէ՞։ Ասպես լավ, մյուս անգամ ուշադիր կլնես։ Սենց օրինակ եմ բերեմ, որ մարդիկ հասկանան։ Երկրորդ անգամա գողությունը լնամ։ Չգիտեմ, էտա։ Էլ են բան թալանեմ, տանեմ, ես իմ ինչ։ Գալիս ասում ես եղբայր, էս ինչ է կատարվում, ես ախր ես ապրանքին փող եմ տվել, առել եմ։ Սա փոխաբերական իմաստով հասկացեք, հեսա բուն իմաստը կփորձեմ մեկնաբանեմ։
Ուզում ես այս պահակին գործից հանես։ Քո ընկերները, քո, չգիտեմ, մոտիկներն ասում են, արա դե եղբայր բան մի ասել է, մի քիչ ինքը խեղճոտ է։ Դու ֆռում ես քո ընկերներին ասում ես, ընկեր, եթե խեղճ է, դու ինքը ուրիշ մասնագիտություն ընտրի, հա։ Ուրիշ մասնագիտությամբ աշխատի, որտեղ չկա այսքան պատասխանատվություն։ Խոսքի օրինակ։ Չէ որ ես եմ տուժում։ Իմ քրտինքով վաստակած գումարով ապրանք եմ առնում, բերեմ եմ, ուզում եմ վերավաճառեմ, 2 ռուբլի փող աշխատեմ մեջը 2 դրամ, 100 դրամ, 200 դրամ։ Ախր ինքը ինձ վնաս է տալի։ Ասում են լավ ախպեր, լավն է, վատն է, բայց մեր հայն է։ Խոսքի օրինակ։ Փալաս է որպես պահակ, բայց թո մնա, թո աշխատի։ Ու սենց շարունակվում է։ Ու ընթացքում քո խանութը լրիվ թալանվում է։ Հիմա այս օրինակը ինչի մար եմ բերեմ։ Այն որ մարդիկ ասում են, լավ, խեղճա, քրճա, փալաս է։ Մեր վարչապետն է, հա։ Խի, որպես ինչ։ Ինչի ես, դուք, բոլորս, մեր պատմամշակութային հազարամյա մեզ ժառանգություն թողած այդ ամեն ինչը ջուրն է բերե, որ ցենց ասենք լավ, մեր վարչապետը խեղճ է, քրճա, փալաս է, խոսքի օրինակ։ Այ մարդու սենց անի թոյթա էլի։ Հա կարևորը նախկինները հետ չգան։ Բայց ով ասեմ ես այսքան ժամանակ խոսալով գոռացել եմ որ պիտի նախկինները հետ կան։ Չէ։ Ես միշտ համեմատական եմ անցկացրել։ Նրանց վախտով ոնց էր հայի գործոնը աշխարհով մեկ, սրա վախտով ոնց է։ Այսինքն ինչ է նշանակում խեղճա թոմնա։ Ախր խեղճա թոմնա ձեր ասելով, երբ որ դուք ասում եք, դա նշանակում է ես Կետ համար առաջին աշխարհի առաջ խայտարակ եմ մնում, կետ համար 2 ես իմ պատմամշակութային ժառանգությունն եմ կորցնում կիլոմետրերով, այն ոնց են ասում ժողովրդի լեզվով, դափոններով։ Երրորդ ես վաղը չեմ կանալու աշխարհին ապացուցեմ, որ ես էթնիկ ժողովուրդ եմ, բնիկ ժողովուրդ եմ այս տարածքի վրա, այս տարածաշրջանում։ Այ դա է ձեր մտածելակերպը, որը դուք չեք փորձում հասկանալ։ Մարդիկ գոռում են ռուսն է մեղավ, ռուսը պարտավոր է հայից շատ հայ բանալի, հայամետ լինի, ոչ։ Ամերիկացին է մեղավ, չէ, որ մի ամերիկացին կամ սկանդինավյան զինվորն է պարտավոր հայից շատ սիրի Հայաստանը։ Ոչ մի էլ պարտավոր չի։ Եթե հայ է որպես ազգ, դեր չի կայնում իր, չգիտեմ, երկրին, ազգային մենտալիտետին, ազգային ինքնասիրությանը, ներողություն։ Որ մի ազգը մեր փոխարեն դա պիտի անի, ոչ մեկ։ Հիմա գալիս ենք եկեղեցու եւ կաթողիկոսի գործունին։ Ասել եմ, մեկ այլ ֆորմատով եմ արտահայտվել, որը պարունակում է իր մեջ 18+։ Կաթողիկոսին հասչեք, հա, մտան ձերբակալին տարան։ Մտան, եթե հայ առաքելական եկեղեցու զավակները, նույն ինքը հայ ժողովուրդը, դրա հետ համամիտ եղավ։ Այսինքն եթե չհելավ իր տնից, չգնաց կանգնեց Մարիաթորի Բաքում կան Վեհերանի առաջ, ասեց դուք կաթողիկոս չեք ձերբակալելու։ Դիցուկ, հա, ասենք, բերենք մի հատ հասարակ, բերեմ հասարակ օրինակ։ Օրինակ ձերբակալեցին տարան։ Ինչ փոխվեց մեր իրականության մեջ։ Բացի ազգային խայտարակություն, հերթական խայտարակություն ձեռք բերելը, բան փոխվեց մեր իրականության մեջ։ Շատերը կասեն, հա, քանի որ ես չէի սիրեմ կաթողիկոսին, քանի որ ինքը ոնց են շատերն ասում, մաֆիոզա, էսա, էնա։ Մենք ազգով եկե հասել ենք այն մենթալիտետի այն մակարդակին, որ արդեն մարդիկ համացանցով նկար են տարածում, Գարեգին երկրորդի նկարը, տակը գրում են սրբապիղծ հեռացիր։ Բան նույն տրամաբանությամբ, եթե դուք հայեր նայեք օբյեկտիվորեն ամեն ինչին, դուք պետք է տեղադրեք Նիկոլ Փաշինյանի նկարը ու գրեք անաստված հեռացի։ Խի չեք անում այդքան։ Ինչի կաթողիկոսի նկարը կարելի է դնել Նիկոլ Փաշինյանին, չէ։ Որպես ինչ է գրած, որ չէ։ Նիկոլ Փաշինյանն շատ անօրենությունար է, թե ամենայն հայոց կաթողիկոսը։ Կաթողիկոսին մեղադրում են ապօրինի զավակ ունենալու մեջ։ Բայց մեղադրողը ով է։ Մարդ, ով ունի 4 հատ ապօրինի զավակ։ Հա,
իբր թե հա, այնպես բնական ճանապարհով ստեղծված 4 երեխաներն էլ Նիկոլ Փաշինյանինն են, չէ՞։ Բայց նի ֆակտ։ Բայց նրանք ծնվել են Զաքսի ինստիտուտը հաշվի առնելով ապօրինի ճանապարհով։ Երբ որ այդ երեխեքը ծնվել են, երեխեքին բան չեմ ուզում ասել։ Ինքը իր կնոջ հետ ունեցել է Զաքս։ Իրանք համարվել են օրինական ճանապարհով, չգիտեմ, այյուկին, մի մարմին, հա։ Չէ։ Չէ լավ իրանք ծնվել են ապօրինի Խաչասերման արդյունքում, Խաչասերման չէ։ Նու սիրո արդյունքում, թոթանց էլի սիրո։ Մեր Նիկոլ Փաշինյանը այնքան է իր կնկան կարոտ է, մեռավ ռեմենն ծակելով, նեղցնելով։ Խեղդի իրան վերջում, տերել եք։ Հենց նույն Նիկոլ Փաշինյանի աջակիցն է։ Տերել եք։ Մտել է վարպետի մոտ, ասում է, իրեք ծակ ավել ցրա։ Իրեք չէ, պարո վարչապետ, պարո վարչապետ։ Պարո Փաշյան, մեծ անկոտրելի Փաշյան։ Մի 6-7 հատ ավել ցրա ծակերը։ Դու մտնում ես եկեղեցու կամ մտնում ես դաշտի մեջ կարտոֆիլ նայում ես բերք։ Հող թող Հայաստանը, որ մարդիկ կարտոֆիլ ցանեն։ Հող։ Այլ ոչ թե հիմա եկեղեցու վրա հարձակվելով դու փորձի ստվեր գցես այն հակաօրինական հակապետական գործողությունների վրա, որոնք անում ես դու։ Խոսքի կաթողիկոսին ձերբակալին չեմ ուզում թեմայից շեղվեմ, որտեվ ես վարչապետի աթոռը զբաղեցնողի այդ աթոռի վրա շիֆրի մխվածի կապիկությունները չեմ ուզում մեկնաբանեմ։ Չած մեկ պետք է հումորի ֆորմատով։ Մարդիկ էլ մտնում գրում են մի խայտարակի։ Մեզ, բա Նիկոլի արածը խայտարակություն չի, իմ խոսալը խայտարակություն է։ Կաթողիկոսին ձերբակալեցին տարան, խոսք օրինակ։ Եկեղեցում տիրեց սենց խժդժ, ժողովրդի լեզվով ասած, որ ասում են շունը տիրոջը չի ճանաչում։ Կաթողիկոսի հետ ձերբակալվեցին, տարվեցին նաև մի շարք այլ հոգևորականներ, իբր թե քննչական գործողությունների շրջանակներում։ Ինչ է խանգարում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ուղարկել մի խումբ մարդիկ, ում համար հայի գիրը, գրականությունը, արժեքը, չգիտեմ, պատմական ժառանգությունը ներկայացնում է 0 արժեք։ Ինչ է նշանակում։ Ինչ արժի այդքանը։ Իհարկե 0 արժեք ունի, չէ՞։ Մտան Հայ առաքելական Սուրբ եկեղեցու այդ որտեղ պահում է եկեղեցու կողմից մեր գիր գրականությունը, ամեն ինչը։ Բարձին արդյոք տարան։ Մեր պատմական ժառանգությունն է, թե չէ։ Ու վերացրեցին։ Տարան անհայտ ճանապարհով մեքենան գնաց, դա ցույց չեն տալու մամուլով։ Հիմա շատերը կասեն, հա, դե քննչական գործողությունների աշխատանքի արդյունքում այդ ամեն ինչը արվեց։ Ոչ։ Այդ ամեն ինչը արվեց ապօրինի ճանապարհով։ Եթե այնտեղ կան խոսքի փաստա վավերագրական, չգիտեմ, գրություններ, հուշամատյաններ, որտեղ նշված է, որ 15 թվին թուրքը հայաց ցեղասպան է, չգիտեմ, այսքան մարդ է կոտորվել, կամ եկեղեցու ժառանգությունը սեն, դու խոսքի դոկումենտացիոն փաստաթղթեր։ Այդ դոկումենտացիոն փաստաթղթերը դոկումենտալ։ Հո Գարեգին երկրորդը չի գրել, որ դուք ասեք, տեսեք, մենք Գարեգինին չենք սիրում։ Գարեգինին տարան, թու այդ թղթերն էլ վերացնեն, ոչ։ Այդ փաստաթղթերն ու պատմամշակութային ժառանգությունը, որը մեզ ավանդվել է դարերով, ու մեզ եկե հասել է այսօրվան փոխանցվել է եկեղեցու շնորհիվ, վերացվեց։ Բա վաղը ինչին լծվել է, ասենք, թուրքն ու ադրբեջանցին, փորձում ամբողջ աշխարհին ապացուցի, որ հայը պատմություն չունի։ Ինչի արդյունքում ինքը հսկայական լոբինգ է տանում ամբողջ աշխարհում։ Ասում է, դա բուն ադրբեջանական հող է։ Ռուսական կայսրությունը խլեց Ադրբեջանից, տվեց խոսքի Հայաստանին, ասեց առաբրի, հայերը քոչվոր են։ Բա ես որպես ազգ, որպես հայ չունենամ, ինչ որ ասում է գրուկ, պեչատուկ, թուղթ, որ հանեմ ամբողջ աշխարհին ցույց տամ, ասեմ հարգելիներս։ Ախր սուտ է խոսում ես երկիրը, որը ստեղծվել է արհեստացին ճանապարհով։ Ես հազարամյակներով ունեցել եմ պատմամշակութային ժառանգություն։ Ես ես բնի վրա, հողի վրա բնիկ ժողովուրդ եմ։ Երբ որ աշխարհի բոլոր քարտեզների վրա հին կար
Արմենիա կամ Հայաստան խոսույթը կամ տառակապակցություններից կազմված բառը այն ժամանակ Ադրբեջան երկիր գոյություն չուներ։ Բայց դա ցույց տալու համար պետքա չէ մնա այդ ժառանգությունը եկեղեցու, չգիտեմ, գրադարաններում, չգիտեմ, որտե են ասում այդ, որտեղ որ պահվում է մեր պատմամշակութային ժառանգությունը։ Ես գնալու եմ, որ բացեմ, բերեմ ցույց տամ, բացել եմ, տենամ դատարկ է։ Հիմա գոնե մի փոքր հասկանում եք, որ հարցը կաթողիկոսը չի։ Հարցը ընդհանրապես կաթողիկոսը չի։ Կամ որ ասում են կաթողիկոս երեխա ունի։ Նիկոլ Փաշինյան, դու իշխանության ես եկել 18 թվականին։ Դու նոր ես իմանում, որ կաթողիկոսը երեխա ունի։ Էլ եմ կրկնում, երեխա ունենալը ինչ-որ Աստծո կողմից քննադատվող մեծ մեղք է։ Հա, մեր եկեղեցու կանոնադրության մեջ միգուցե եւ գրված է, որ վեհապար հայրապետը պետք է լինի կուսակրոն, չունենա ընտանիք, չունենա երեխա, բայց եկեք չմոռանանք, մենք որպես երկիր մեր առաջի կաթողիկոսը եղել է Գրիգոր Լուսավորիչ, ով եղել է ամուսնացած, եւս ունեցել է երեխա։ Նշանակում է դու փորձում ես մեզ համոզես, մեր ողջ ազգին համոզես, որ մենք որպես ազգ, որպես պետություն, որպես էթնոս սխալ կրոնական ուղղություն ենք ընտրել, հա, քրիստոնեությունը սխալ ուղղվածություն է։ Մեր եկեղեցին, որ հիմնված է Թադեոս եւ եթե չեմ սխալվում, Բարդուղիմեոս առաքյալների այդ բերված ուսմունքի վրա դա սխալ է։ Բա ո՞րն է ճիշտը։ Բուդդիզմը, կաթոլիկությունը, հա՞, թե հեթանոսությունը։ Ո՞րն է ճիշտը։ Այսինքն դու ոտնձգություն ես անում անունը դնելով կաթողիկոսին հեռացնել։ Իմ նախ ազատ խոսքի իրավունքի վրա, երկրորդ իմ կրոնական ընտրության վրա։ Ես եմ չէ ընտրել, երբ որ ինձ տարել են կնքելու, որպես քրիստոնյա, Սուրբ Մեռոնով օծելու, որ ես համարվեմ արդեն հայ առաքելական եկեղեցու զավակ։ Ու որոշակի սրբապիղծ անբարոյականի զավակներ փորձեմ կուլտուրական խոսամ։ Հարցազրույց դեբատ ունենալով ոման Սահակ Քահանայի հետ, արդեն անցել են իմ հայ առաքելական եկեղեցու Սուրբ Մեռոնի մաքրամաքուր գործոնը կասկածի տակ դնելուց, որ իբր պղծվել է Սուրբ Մեռոնը։ Արա, ամոթն է լավ բան։ Փորձում եմ կուլտուրական խոսամ, բայց իմ վիդեոները նայողները գիտեն, եթե ես անցա 25+ ֆորմատի Լենդրուշ Մարգարյան, տունդ կսարքեմ սեռական պոլիգոն։ Արա, այ թլոշ։ Աշխատի ամեն պոռնիկի զավակի հարցազրույցի հրավիրելով, չփորձես կպնես եկեղեցուն, չփորձես առավել եւս կպնես այն Մեռոնին, որով օծվելով հայը մնում է հայ։ Հայը ընդունում է Քրիստոսի խաչելիությունը, հայը ընդունում է Քրիստոսի ուսմունքը։ Այդտենց բաներ մի արա։ Ասես մեջբերում էլի։ Երեք մի ամիտ ղրգել են նայել։ Աուդիտորիա հավաքելու համար դուք մեծարգո բոզորդիներ։ Ամբողջ աշխարհի առաջ խայտարակ եք անում իմ կրոնական ուղղվածությունը։ Ամբողջ աշխարհի առաջ դուք փորձում եք ապացուցել, որ այն Մեռոնը, որով օծվում են հայերը, հա, կնքվելով, չգիտեմ, հարսանեկան արարողությունների ժամանակ, դա սխալ է։ Ձեր բառամթերքով դա պղծություն է։ Ու այդքանով հանդերձ դուք փորձում եք ինձ համոզել, որ Նիկոլ Փաշինյանը դա այն մարդն է, ով կարա իմ ազգի մեջ բերի խաղաղություն, չի կարա, հիմնավորեն, խի չի կարա։ Մինչև Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը, մեր ազգը, մեր ժողովուրդը, ունեցել ընդհանրապես սենց պառակտվածություն, իհարկե ոչ։ Այո, եղել են բոլորի ժամանակահատվածում կառավարիչներ, նախագահներ, ում չի սիրել մեր ժողովուրդը։ Սկսած Լևոնից, Քոչարյանով, Սերժով, անցնում ենք սենց հերթով։ Մինչև եկանք հասանք Նիկոլ, բայց հայ ժողովուրդը, հայ ազգը երբեք այսքան պառակտված չի եղել։ Երբևիցե։ Պարզ օրինակ, որ բերեմ, որ բոլորը չասեն, մտել ես ամպագորգոր պաթոսախեղճ բառեր ես ասում։ Ոչ։ Հիշեք 44 օրյա պատերազմը, մեր ժողովրդի համախմբվածությունը։ Պատերազմի օրերին կար մեր ազգի մեջ
Լևոնական, նիկոլական, քոչարյանական, սերժական կամ չգիտեմ, ինչական։ Ոչ։ Բոլորը ուղղված էին մեկ ուղղությամբ՝ օգնել Արցախում կռվող մեր տղեկին։ Ոմանք իրանց ֆիզիկական ներկայությամբ, ոմանք դեղորայք Եվրոպաներից ուղարկելով կամ Ամերիկայից ու Ռուսաստանից, ոմանք էլ ֆինանսական օգնությամբ։ Հոսքալ չեմ ասում։ Չկար մեր ազգի մեջ պառակտվածություն, բայց արդեն տևական ժամանակ այդ պառակտվածությունը կա։ Իսկ եթե մի հոգին կարողանում է իմ ազգին, մեր ազգին բաժանի սև ու սպիտակի, լավ, վատ, կեղտոտ, մաքուր, այդ մարդը չի կարող խաղաղություն բերի, քանի որ ես խաղաղություն ունենալու համար իմ հարևան երկրների հետ նախ պետք է ես իմ երկրում ունենամ իմ հոգեկան խաղաղությունը իմ ազգի, իմ ժողովրդի հետ։ Որ ինչ չնայեն, որպես ոնց որ շատերն են ուղեղից թոփալ գերեմ, արդեն իմացանք դու հանրապետական ես, արդեն իմացանք դու քոչարյանական ես, արդեն իմացանք դու դոգական ես, արդեն իմացանք դու ես իմ, չգիտեմ, ես ինչական ես։ Ոչ, ես հայ եմ։ Վառ օրինակ բերեմ։ Դե ոչ թե վառ օրինակ, այլ թարմ օրինակ։ Ինչ ա եղել երեք Մոսկվայում։ Ու այդպես օրինակները շատ են։ Մկադին կպած Պուցիլովկա ռայոնում գոյություն ունի Տաթև ռեստորան, որտեղ մարդիկ գնում են նշում են ինչ-որ միջոցառումներ, չէ՞, հա։ Մարդիկ դրա իրավունք ունեն։ Ու դե հետ կապ չունի մարդիկ ում են պաշտպանում, ում են սիրում։ Եղել է վիճաբանություն երկու հայի մեջ։ Մեկ եղել է Նիկոլ Փաշինյանի հավատացող անձնավորություն հայ, մյուս եղել է Հականիկոլ մարդ։ Լեսվա կռիվ սկզբում, հետո խփոցի, հետո պերցովկա, հետո խմբակային կռիվ Մոսկվայում։ Այն աստիճան, որ 200 հոգի օմոն է եկել այդ ռեստորան։ Մի հարց։ Այդ սև ու սպիտակի բաժանարար գծողը կարա իմ ազգի մեջ բերի ազգային համերաշխության գործում։ Խի պետք է հայը օտար հողի վրա կռվի ինչ-որ նիկոլիզմի, հա, կամ եսի ինչ գաղափարախոսության համար։ Խի պետք է կռվի։ Հայը հայի փոր խի պետք է թափի օտար հողի վրա։ Էլ եմ ասում, հավատում եք Նիկոլին, ձեր իրավունքն է, բայց գոնե հիմնավորեք խեք հավատում։ Դուք հավատալով Նիկոլին գոռում եք հակառուս, լավ եք անում։ Դրա իրավունքն էլ ունեք, բայց գոռալով հակառուս դուք ապրում եք Ռուսաստանում, աշխատում եք Ռուսաստանում։ Դուք գոռալով հակառուս աչք եք փակում այն ամեն ինչի վրա, որ Նիկոլ Փաշինյանը ձևաբռն է, որ ինքն էլ է հակառուս, բայց ինքը դրանով պղտորում է ձեր հոգին ու հայեցի մտածելակերպը։ Գալիս է մասնակցում է Ռուսաստանի բոլոր ժողովներին, բայց ինքը հակառուս է։ Ձեզ մտածելու տեղի չի տալի, ոնց եղավ այտենց։ Ոնց։ Եթե իմ երկրի ղեկավարը հակառուս է, ինչի՞ է գալի Պերաշկին ձեռը պարադի մասնակցում։ Որպես ինչ։ Չէ, Տաթև ռեստորանն է, մի կես ժամ առաջ են զանգել ինձ ասել։ Հեսա էլի պիտի խոսամ։ Կամ ինչ է նշանակում հայը հայի հետ պետք է վիճաբանվի, վիճվի, իրար փոր թափեն, իրար գլուխ ջարդեն, որ մեկը հավատում է Նիկոլին, մյուսը Քոչարյանին, մյուսը Սերժին։ Հայը պետք է հավատա ինքն իրան։ Ինքը իրան հայը պետք է հավատա, որ հասկանա, որ մեր երկիրը մի հատ է, մի բուռ։ Ու այդ երկիրը հզոր անվտանգ կամ չգիտեմ մեկ այլ կոնտեքստի մեջ տեսնելու համար մեր ազգի մեջից պետք է վերանա այդ սև ու սպիտակի բաժանարարը։ Բայց վերանում է։ Ո՞վ է մեզ օգնում վերացնենք։ Նիկոլ Փաշինյանը խափում եք։ Նիկոլ Փաշինյանով չէ գծվեց այդ ամեն ինչը։ Բա թողնի վերանա։ Ես էլ ձեր հետ հավասար հելնեմ գոռամ Նիկոլ վարչապետ։ Թող հավատում եք ես ողորմելուն, թող գնա ՄԱԿ-ի ամբիոնից
կանգնի, որպես արժանապատիվ հայ, ասուտես բնդի չասեի, ասի, ես Հայաստանի լեգիտիմ վարչապետն եմ, ես ունեմ խախտված տարածքային ամբողջականություն, հարգելի ՄԱԿ անդամ երկրներ, ես ձեզնից խնդրում և պահանջում եմ, չէ որ ՄԱԿ-ի հետ ամբյոնում կամ կլոր սեղանի շուրջ բոլոր երկրները իբր թե կրում են հավասարի նշան, չէ՞։ Ես ունեմ տարածքային խնդիր, ես ունեմ խախտված տարածք։ Ոնց խախտված, որտեվ ես որպես Հայաստանի Հանրապետություն ՄԱԿ եմ մտել հստակ ընդգծված սահմաններով, որ ես որպես երկիր ունեմ այս սահմանները։ Սենց, գծած։ Հիմա այս սահմանները խախտված են։ 242 կիլոմետր օկուպացված է։ Ես հիմա ձեզից խնդրում ու պահանջում եմ, քանի որ հավասարազոր երկիր եմ, մասնակցում եմ բոլոր կոնֆերանսներին, հարցերի քննարկմանը։ Մեկ այլ անդամ երկրի, Ադրբեջանին, ստիպեք դուրս գա իմ տարածքից, ես այդ մարդու հետ գնում եմ խաղաղության։ Ինքը այդքան ասում է, անում է, ես գոռում եմ Նիկոլը վատնա, ոչ։ Բա դրա վրա խեք աչք փակում։ Խեք ասեմ, Նիկոլը թույլ է, չի կարամ խոսա։ Բա եթե թույլ է Նիկոլը, ինչ գործ ունի վարչապետի աթոռի վրա։ Բացատրեք։ Այդքան ինձ մի բացատրեք, ինձ բացատրելու խնդիր չունեմ ես։ Ես չեմ նստել սպասում ձեր կարծիքը դուք արտահայտեք, ես լսեմ։ Դուք ինքներդ ձեզ հարց տվեք, լավ այ ախպեր, եթե մենք հավատում ենք սրան, որ սա պիտի խաղաղություն բեր, ես ղայիշ ծակողը, ռեմենի վրա անցք ավելացնողը, կամ կոֆետ անող բերողը, ես որպես հայ, ես ինձ ոնց եմ զգում, որ այս մարդը կանգնում է ՄԱԿ-ի ամբիոնի մոտ, մարդը, ու չի խոսում իմ տարածքային ամբողջականության մասին, չի խոսում իմ ռազմագերիների մասին, չի խոսում, ուղղակի չի խոսում, այլ պաթոսախեղծ բառեր։ Մենք Ադրբեջանի հետ գնում ենք խաղաղության, լավ ես անում գնում ես, ինչ պայմաններով, իմ ազգային նվաստացման հաշվի, խի, իմ ՄԱԿ-ի սահմանած օրենսդրությամբ ընդունված իմ երկրի տարածքային ամբողջականության հաշվին, խի, լավ ես անում գնում ես խաղաղության, ցույց տուր այդ խաղաղության նախապայմանները։ Նախապայմաններ չի նշանակում է, որ Արաբաթ Միրզոյան, Արաբաթ, ես չեմ ասում, ձեր թուրքական գործընկերներն են գրել։ Արաբաթ Միրզոյանը հելնում ասում է, հա դե, Ադրբեջանը պահանջները ասում, որ մեր համար անընդունելի են։ Այն որ ասում է ուխտի պարը կամրջինա գալի, դուք էլ ձեր կապիկ հալով հելը մի ողջ ազգի խափում եք։ Ոնց։ Հե։ Կամ ինչ է նշանակում Հայաստանի Հանրապետության ձեր սիրած Նիկոլ Փաշինյանը գնում է, որտե՞, այն որ համայնքի հետ էր հանդիպում։ Թուրքիայում վայ թե։ Հայ համայնքի հետ հանդիպելուց ասում է, ես ձեր վարչապետը չէ։ Դուք ձեր գլխի ճարը տեսեք։ Ինչի դուք ընդունում եք նման մարդու կեցվածք։ Հայաստանի որևէ ղեկավարն ասե, ես ձեր վարչապետը չեմ, հա, այն որ Սփյուռքը իրավունք չունի մասնակցելու Հայաստանի ընտրություններին, դա Նիկոլի վախտով չի ձևավորվել, բան չունեմ ասելու։ Պետք է լինել մի փոքր օբյեկտիվ։ Դե եթե ձեր Նիկոլ Փաշինյանը այդքան հայամետ է, այդքան մտածում է, որ Հայաստանը միտեղ հզոր է իր Սփյուռքով, աշխարհասփյուռ, թող փոխեր այդ օրինագիծը, թող ասեր Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները, ովքեր ունեն Հայաստանի Հանրապետության անձնագիր, կարող են մասնակցել եւ իրենց ձայնի իրավունքը պետք է ունենան Հայաստանի Հանրապետության ընտրություններում։ Մենք էլ հաշվի պիտի առնենք, թող ասեր, խի չի ասում։ Հետո փոխեր։ Մինչև իշխանության գալը գոռում էր Սերժի իր Հակով սահմանադրությունը կարե։ Բա խես առաջնորդում Սերժի կարած սահմանադրությամբ։ Հա Նիկոլ Փաշինյան։ Հարց։ Հասարակ հարց։ Խես առաջնորդում։ Սերժը ված սահմանադրություն էր գրել, հա։ Բա խես վերցե հացրել էր այդ որպես կոստյում։ Ու ասում ես սենց պետք լինի, նես պետք լինի։ Ես զարմանում եմ մարդկանց վրա, ովքեր ասում են Սերժն ու Քոչարյանը նախկինները թալանեցին մեր բանակը, էս արեցին, մենք պարտվեցինք, այդքան տղեկի մեղավորը Նիկոլ Փաշինյանն է, մահվան մեղավորը։
Լավ, ընդունեմ այդ օրինակը, որպես տարբերակ։ Բայց Նիկը ձեր ասած Նիկոլ Փաշինյանը, ում դուք ձեր դոշերը ծեծելով պաշտպանում եք, ինքը իր բերանով ասել է, որ այո, ինձ զեկուցվել է, որ մեր բանակը թալանված է, բայց նույն թալանված բանակը $5 միլիարդ զենք տվեց Ադրբեջանին, $5 միլիարդ։ Այդ թիվը դուք չեք կարող պատկերացնել։ Յուղը վրան զենք էր։ Թալանված բանակը $5 միլիարդ զինամթերք ունենա։ Հա? Ինքը իր բերանով ասել է, որ ինձ զեկուցվել է, որ մենք չունենք այն ներուժը, որ կռվենք, պայքարենք, Արցախը պահենք հայկական։ Լավ, որպես տարբերակ։ Մի հոգի էլ այն մի էջից մեջ ինչ որ հրապարակման տակ հետս բանավեճ էր մտեք կուլտուրական ֆորմատով, բան չունեմ ասելու։ Ասում էր, բա ինչ ես առաջարկում, հանձնվեինք առանց պայքարելու։ Ով էր ասում հանձնվեինք առանց պայքարելու։ Նախ պետք չէր Հայաստանը ներկայացնել որպես պատերազմող կողմ։ Դրա մասին խոսել եմ էմոցիոնալ ֆոնի վրա, մի հատ էլ սենց կրկնեմ։ Երբ որ սեպտեմբերի 27-ին միտքը իմը չի կրկնում եմ։ 20 թվականի սեպտեմբերի 27-ին Նիկոլ Փաշինյանը, Հայաստանի վարչապետը, Հայաստանում հայտարարեց արտակարգ դրություն եւ պատերազմական իրավիճակ, ինքը փաստացի Հայաստանը ներքաշեց այդ կոնֆլիկտի մեջ որպես պատերազմող կողմ, բայց Ադրբեջանը չէր հարձակվել Հայաստանի վրա, Ադրբեջանը հարձակվել էր Արցախի վրա, Ղարաբաղի վրա, համարելով այդ տարածքի իր տարածքային ամբողջականության մաս։ Ճիշտ է։ Նիկոլ Փաշինյանը, որը շատ հանգիստ կարար բոլոր ռեսուրսներով օգներ Արցախին, քանի որ ինքը որպես Հայաստանի վարչապետ սահմանադրությունը եթե մի անգամ կարդացած լիներ եւ ճիշտ հասկացած, կհասկանար, որ մենք ժողովրդական հանրաքվեով մենք իրան տվել ենք այդ իրավունքը օգնելու Արցախին, ապահովելու Արցախի հայերի անվտանգությունը մեր ողջ ռեսուրսներով, քանի որ սահմանադրության մեջ գրած է Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավոր։ Բայց չէ, ինքը արեց մեկ այլ քայլ, քանի որ իրան բերողներ ունեին ծրագիր ստեղծել մեծ Թուրան, Արցախից հետո Զանգեզուր եւ այդ ճանապարհը։ Ինքը հայտարարեց արտակարգ դրություն Հայաստանը մտցնելով պատերազմի մեջ։ Խի հայտարարեց, իր օգներ իր Արցախին։ Օգներ առանց դա հայտարարելու։ Պունկտ համար 2, այն անգամ էմոցիոնալ ֆոնով եմ խոսացել, հիմա հանգիստ։ Երբ որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դու ստորագրում էիր օնլայն տարբերակով, որի տեքստ արդեն վաղուց գրած էր, ուղղակի պակասում էր քո ստորագրությունը, եւ քո եւ Ադրբեջանի ղեկավարի թույլտվությամբ ռուս խաղապահները մտնում էին Արցախ։ Տարբերակ եմ ասում, հա? Դու ունեիր իրավունք որպես Հայաստանի վարչապետ, ու սրա մասին ոչ մի դիմադիր չի խոսում, մինչև այսօր չի խոսացել, ոչ կլասիկ պատգամավորներ, ոչ մեկ, ոչ պատիվ ունեմից, ոչ Հայաստան դաշինքից, ոչ մեկ այդ հարցը չի տվել։ Դու ունեիր իրավունք որպես Հայաստանի ղեկավար Նիկոլ Փաշինյան սահմանադրական եւ իրավական իրավունք։ Արագի մեջ ընդունել մի հատ օրինագիծ, հասարակ օրինագիծ, անցկացնել ազգային ժողովում, ինչի ազգային ժողով, դե մենք պարլամենտական երկիր ենք։ Պարլամենտը թող հաստատեր եւ դու Ռուսաստանին հանձնեիր Արցախի անվտանգությունը, այլ ոչ թե ռուսական խաղապահը մտներ ընդե որպես խաղապահ կոնտինգենտ։ Հիմա շատերը կասեն, ոնց հայկական պահած Արցախը ինքը ինչ դոկումենտալ իրավունքով պիտի տար Ռուսաստանի պաշտպանությանը, բացատրեմ։ Արդեն ասեցի, առաջի կետը բացատրելու ժամանակ, որ Հայաստանի Հանրապետության սահմանադրության մեջ գրված է, չէ՞ որ մենք հանդիսանում ենք որպես երկիր Արցախի անվտանգության երաշխավորը, ճիշտ է։ Դրա հետ միաժամանակ անցնելով երկրորդ կետին, Հայաստանի Հանրապետությունը դեռևս 93 թե 97 թվականին բացի են հապկի մեջի այդ խոսույթը, ունի Ռուսաստանի Դաշնության հետ կնքված պայմանագիր, ռազմական համագործակցության, ճիշտ է։ Դրա հիման վրա ինքը շատ հանգիստ կնքում էր, եւս մի օրինագիծ անցկացնում էր, կնքում էր պայմանագիր, ասում էր, ես ի վիճակի չեմ որպես երկիր
պահեմ Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Հանձնում եմ Ռուսաստանի Դաշնությանը, թող Ռուսաստանը ապահովի Արցախի ժողովրդի անվտանգությունը։ Փաստաթղթավորված։ Ու Ռուսաստանի Դաշնությունը փոխանակ 1000 կամ 2000 խաղապահ Արցախ մտցնելու ինքը կարող է մտցնել ավելի շատ կոնտինգենտ։ Ու աշխարհին ցույց տար դա որպես փաստաթղթավորված դոկումենտալ փաստաթուղթ։ Երբ որ աշխարհը իրանք ասեր դու որպես երկիր իրավունք չունես մտնես իբր թե Ադրբեջանի տարածք։ Ինքը ասել հոп նախ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, հա? Երբ որ ԽՍՀՄ-ի մեջ մտնող երկրները ձեռք բերեցին անկախություն, ամեն մեկը իր հռչակագրով։ Այդ պահից սկսած Լեռնային Ղարաբաղը կամ նույն ինքը Արցախը գեթ մեկ օր չի հանդիսացել Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս։ Կոսովոյի օրինակը ձեզ օրինակ։ Право на самоопределение։ Նույնիսկ սովետական տարիներին եղել է ՆԿՕ։ Նագորնոյ Ղարաբաղսկая автономная область։ Ավտոնոմ օկրուգ, ավտոնոմ տարածք։ ԽՍՀՄ-ը երբ որ փլուզվեց, ժողովուրդը իր այդ ձայնի իրավունքով միացում կոչի տակ հելավ քվեարկեց 99%-ով, ասեց ես միանում եմ Մայր Հայաստանին։ Ես անկախանում եմ, ես չեմ ուզում լինեմ Ադրբեջանի տարածքում։ Արցախի ժողովուրդը ուներ դրա իրավունքը, իհարկե բոլոր միջազգային նորմերով ուներ։ Եվ աշխարհը դա ընդունում էր։ Մինչև այն պահը, երբ որ Նիկոլ Փաշինյանն ասեց, ես մի կողմ եմ դռնում բանակցային ողջ գործընթացը, որը ինձ ժառանգվել է Լևոնից, Քոչարյանից, Սերժից, եւ իմ բանակցությունները սկսում եմ իմ զրոյական կետից, զրոյացնելով ողջ բանակցային գործընթացը։ Քանի որ դա հիմնված էր ազգերի ինքնորոշման իրավունքի վրա։ Չէ՞։ Հա։ Ազգերի ինքնորոշում այս հանրապետությունն էլ, որը կոչվում է Հայաստանի Հանրապետություն, որը իմ հետ ունի կնքված 97 թվականի եղբայրության, բարեկամության, չգիտեմ ինչի պայմանագիր։ Ինձ է տալի այդ իրավունքը, ես դրա իրավունքն ունեմ մտնեմ Արցախ, ապահովելու հայ ժողովրդի, հայ այն էթնիկ հայերի անվտանգությունը։ Մինչև այս հարցը կլուծվի։ Մինչև թող Արցախ վերադառնան ադրբեջանցիները ապրեն, բայց Արցախը չլինի ադրբեջանական։ Չարվեց։ Ինչի չարվեց։ Որովհետև քանի որ ավելի հեշտ է գոռալ ռուսը հանձնեց Արցախը, քան թե իրավաբանորեն փաստաթղթավորված ժողովրդին ներկայացնել, որ կար այս տարբերակ ուղղակի չարվեց։ Չարվեց ուղղակի։ Ինչի չարվեց։ Հիմա շատերը կասեն չէր հասկանում Նիկոլ Փաշինյանը, բա որ չէր հասկանում, կողից հուշող էլ չուներ։ Ուներ։ Բա որ չէր հասկանում ու չի հասկանում։ Ձեզ որպես ղեկավար ինքը պետք է։ Նույն հաջողությամբ կարող է ինքը վաղը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի կեսը նվիրի Ադրբեջանին, ասի, չէի հասկանում։ Չէի հասկանում, որ կարելի է մեկ այլ ձևակերպում տալ այս փաստաթղթին եւ պահել Հայաստանի սուվերենությունը, անկախությունը։ Չէի հասկանում։ Ինքը ո՞նց է ասում։ Եթե մեղավոր է, իշխանությունը մեղավոր է այն ժողովուրդը, որը ընտրել է այս իշխանությունը։ Ձեզ էլ ասելու է, ախր դուք եք ինձ ձայն տվել, գիտակցելով, հասկանալով, որ ես դեբիլ եմ։ Ես չեմ հասկանում այսքանը։ Դուք եք ձայն տվել, ուրեմն դուք եք ինձ այդ իրավունքը տվել, ասենք Սյունիքից 1200 քառակուսի կիլոմետր տարածք օտարել, որի մասին գրել են թուրքական լրատվամիջոցները։ Բայց չէ, խնդիրը այդ հարթության մեջ չի։ Խնդիրը հիմա տեղափոխվել է լրիվ այլ հարթություն, կաթողիկոսը պիտի հեռանա։ Հեռացավ, ինչ, մոմը դառավ ձրի։ Հա։ Ուստի հարցը այն չէ, որ մի քանի հոգևորականներ իրանց դոշերը ճղելով, այդ փարաջան սենց ճղելով, առաջ են գալի, որպեսի իրանք Նիկոլից ավելի Նիկոլ Երևան։ Ոչ։ Դուք Նիկոլից ավելի Նիկոլ չեք կարա լինեք։ Նույն Տեր Արամը, ում գովքն անում է ՔՊ-ն ու իր դասովщիկները։ Տեր Արամի գրառումը տեսել եք Facebook-ի մեջ։ Այն որ իր էջում Facebook-յան տեղադրել է, որ ընդ հումորային ինչ-որ ալիք գրել է, արա դու ուրիշ հերոսի անուն չգիտես, Տեր Արամը գրել է 100% ու խնդալու սմայլիկներ։ Բայց այդքանը խի չեք ուզում նկատեք, եթե դուք այդքան օբյեկտիվ եք։ Նույն ձեր Տեր Արամը ղժում էր Նիկոլի վրա։ Համեխեք հիմք ընդունում Տեր Արամի ասածը եւ ձերբակալում
6-7 հոգևորականի, որպես ինչ։ Թմրանութ էիք գտել սեյֆի մեջ, չգիտեմ, զենք էիք գտել, չէ, ոչ մի հակաօրինական բան։ Ինչ անենք։ Հա, գումար, նորմալ է։ Ինչի եկեղեցին գոյատևում է պետության հաշվին, ոչ։ Եկեղեցին իր գործունեությունը, իր ամեն ինչը պահպանում է այդ իր կնունք, ծնունդ, մոմ ծախել, իր հոգևոր աշխատավարձ նույնիսկ իր հոգևորականներին բաժանում է իր գործառույթների շրջանակներում։ Եկեղեցին չի ասում պետ բյուջեից ինձ հատկացրա գումար, ես վճարեմ իմ հոգևորականներին, որ դուք էլ հելնեմ ասում եք եկեղեցին թալանել է մեզ, ո՞նց է թալանել ձեզ։ Եկեղեցին երբ է թալանել ձեզ։ Ցույց կտաք մի օրինակ հասարակ օրինակ բերեմ 44 օրյա պատերազմի ընթացքում ինչ կատարվեց, բացի այն օգնությունը, եկեք օբյեկտիվ խոսանք սաղաս, որ հազարավոր, միլիոնավոր դոլարների դեղամիջոց, չգիտեմ, կասկա, բրոնիժիլետ Եվրոպաներից սամալյոտներով եկավ Հայաստան, եկավ, որոնք մնացին կարգոյի պատվաններում։ Հայկական սփյուռքը, ԱՄՆ, Ֆրանսիա, Ռուսաստան, չգիտեմ ուր, երբ որ դրամահավաք էր կազմակերպել, հասարակ օրինակ, դրամահավաք, որտեղ հավաքվեց մոտ 170 միլիոն դոլար գումար, ուղարկեց եկեղեցու ֆոնդին, թե Հայաստանի կառավարության ֆոնդին, ու եկեղեցին արդյոք այդ գումարը վերցեց եւս արեց, թե ՀՀ կառավարությունը։ Բայց այդ գումարը չէր ուղարկվել, չէ՞ որ Նիկոլ Փաշինյանը այդ գումարներով տնօրին էր ըստ իր հայացողության։ Ուղարկվել էր Արցախին օգնելու համար։ Հա։ Կամ այդ դեղամիջոցը ում համար էր ուղարկվել։ Արցախի ժողովրդի, առաջի գծում կռվող զինվորի, ով մենակ մնալով թշնամու բայրակթարի դեմ, կամ ինվալիդ դուրս էր բերվում մարտի դաշտից հաշմանդամ, կամ ուղղակի զոհվում էր, մինչև այսօր այդ մարդկանց ծնողները չեն կարող իրանց երեխեքին գտնեն։ Ասեմ ավելին, երբ որ իրանք Արսեն Ղուկասյանի կամ մեկ այլ մարդկանց տեսքով գնում են ՊՆ-ի մոտ, ասում են ախպեր, ինձ իմ կամ իմ երեխու, իմ աղբոր տղու մարմինը տվեք, տանեմ հուղարկավորեմ, ես իմ ցավով տապակվեմ։ Բնեն ասում է, որից տամ, ես չգիտեմ քո տղեն ուր է։ Բա այդ մարդը իր աղբոր տղուն տվելա ձեզ, բա ումից պահանջի։ Երբ որ մարդը էմոցիոնալ ֆոնի վրա բագաժնիկից ես իմ ինչա վեկալեմ, չգիտեմ, դուպինկա է, ես իմ ինչա, որ արա, մի հատ ուշքի եկեք։ Կամ ինչ է նշանակում ՊՆ-ի խոսնակի պատասխանը, որ ասում ախպեր, եթե ձեր կառավարության Նիկոլ Փաշինյանի ասելով 91 թվից դեռ Արցախը Ադրբեջան էր։ Ճանաչել էին Լևոնը, Սերժն ու Քոչարյանը։ Բա իմ երեխուն խեյք գրգեմ Արցախ։ Ինչա Զարին մոտ պլյուս մինուս 50 հոգի, հա, էդ է տարբերակը։ Կամ ոնց է ազգային ժողովի ամբիոնից ինք իրա բերանով ասում, այո, կարող էինք ունենալ այս ամենը իհարկե առանց զոհերի։ Զաոշնի Ոչ մի ձև չա տողան հոսամ։ Ահա միացավ ոնց էր։ Կամ որ ասում եք Նիկոլ Փաշինյանը ինչ եք առաջարկում մեկնաբանությունների մեջ իմ հետ կուլտուրական դիալոգի մեջ էիք մտել։ Ինչ եք առաջարկում չպայքարել, հանձնվել։ Եթե հոկտեմբերի 19-ին լինում է առաջարկ կանգնեցնել պատերազմը, որին համաձայն է նաև ադրբեջանական կողմը։ Ձեր մտածելակերպի մարդկանց համար, դասեք չեն վիրավոր։ Որն է ավելի լավ տարբերակ, որ մի 1500 տղա Հələ պատկերացրեք ձեր դիմաց կանգնած 1500 տղա կենթանի մնան, գան հասնեն իրանց հորն ու մորը, որպես իրանց տան ճրակ, թե որ այդ երեխեքն էլ զոհվեն, կոտորվեն, հետո դուք հլնեք գոռակ ասեք Նիկոլը ինչ աներ, նախկինները բանակը թալանել էին։ Որն է ձեր համար ավելի ընդունելի տարբերակ որպես հայ։ Որ ամեն ձև ատամներով Նիկոլ եք պահում։ Այդ տղեկը ձեր համար արժեք ունեն, չէ՞։ Որպես հայ, գնահատում եք այդ տղեկին, գնում եք եռաբլուր ծաղիկ եք, չէ՞ խոնարհում, բա ծաղիկ խոնարհելու փոխարեն ճիշտ չէ լինի դուք մտնեիք այդ տղեկի տուն, որ կենթանի կմնային, ողջ կմնային, ասեիր ախպեր, հալալա քեզ ցավը տանեմ, մի հատ ավտոմատով թալանված բանակի $5 միլիարդ չենք մոռանում, զենք,
զինվոր լինելով հանդերձ, դու չես դավաճանել մեր Նիկոլ Փաշինյանին եւ կռվել ես մինչեւ վերջ։ Որը ավելի հոգեհարազատ տարբերակ կլներ ձեզ։ Ողջ առողջ տեսնել այդ տղաներին, թե գնար Եռաբլուր չոքել երկու հատ սթից արցունք թափել, ոնց անում է Նիկոլ Փաշինյանը։ Հետո նույն Եռաբլուր Պանթեոնում զոհված զինվորների ծնողներին ոտու ձեռանելով քարշ տալ մցնել ոստիկանական ուազիկները։ Բայց այդքանը մի հատ օբյեկտիվ գնահատեք ինքներդ ձեր համար։ Ոչ թե օտար հողի վրա հելեք իրար փոր թափեք։ Ես ոնց պայքար եմ խոսքի Թուրքի ադրբեջանցու դեմ, ով փորձում է վերացնել իմ մշակույթը, վերացնել իմ ինքնությունը, եթե մեր երկրի վարչապետի աթոռին նստած անհատականությունը դա անում է անշեղորեն, հետևողականորեն եւ անթակույց, չի թաքցնում ինքը արդեն։ Չի թաքցնում ինքը այդ գործունը, ասում է ես պետք է անեմ այդ ամեն ինչը։ Քանի որ ես նորագույն Հայաստան եմ կերտում, որտեղ չկա հայոց պատմություն, որտեղ չկա Ավարարի ճակատամարտ, որտեղ չկա Բաշաբարանի ճակատամարտ, որտեղ չկա Ղարաքիլիսայի ճակատամարտ, որտեղ չկա Մանասկերտի ճակատամարտ, որտեղ չկա գոյության պայքար, որ իմ սերունդը, մեր սերունդը գալով ապրելով Հայաստանում ինքը չի հասկանալու, այ ախպեր, ես պայքարող հայի տեսակն եմ, թե համակերպող։ Լավ, ես հիմա գրում, արտագրում եմ, չգիտեմ, թելադրություն, շարադրություն եմ գնում հայերեն տառատեսակով։ Իմ տառերն ով է ստեղծել։ Կողից պետք է ասեն Մեսրոպ Մաշտոցը։ Լավ, Մեսրոպ Մաշտոցը, ախպեր, ես ուզում եմ տենամ Մեսրոպ Մաշտոցն ով է։ Ընկեր ասում են, ախպերս բարարա, մի հատ սմարթֆոնով սկանիրը վտարան, Մեսրոպ Մաշտոցի նկարը կտենաս։ Ասում եմ, ընկեր, մենք, ասենք, սակավ պայմաններում ապրող ընտանիք ենք։ Իմ պապան ու մաման չեն կարող ինձ սմարթֆոն առնեն։ Ոնց սկանիրը վտանեմ, ինձ Մեսրոպ Մաշտոցի նկարը ցույց տվեք։ Այ դա է նորագույն Հայաստանը Նիկոլ Փաշինյանի։ Նորագույն Հայաստանի պատմության մեջ ինչն է մտնում։ TikTok-յան եթերները, չէ՞։ Հա։ Որտեղ հայ աղջիկը 15-17 տարեկան 50-60 տարեկան տղամարդուց քյարթու ձևի հայոյանքներով պատում է եթերը։ Դա է իմ նորագույն Հայաստանը։ Դրա համար եք դուք իրար փոր թափեմ հայեր ջան։ Հա։ Նորագույն Հայաստանի պատմության մեջ ես ինչի պիտի լինեմ այն երկրի կամ դուք այն երկրի ներկայացուցիչը, ով մինչև այսօր ունենա ռազմագերի։ Երբ որ ես ասում եմ ռազմագերի, մարդիկ մտածում են, չգիտեմ, այն Արցախի ղեկավար կազմի մասին, որոնց մեջ կան արժանի եւ անարժան մարդիկ։ Ոչ, ես հասարակ շարքային զինվորի մասին եմ խոսում։ Արա 4-5 տարի դուք պատկերացնում եք խոշտանգվել, չգիտեմ, գլխատվել, ծեծվել, ջարդվել, նվաստացվել մի երկրում, ով հային համարում է իր ոխերիմ թշնամին։ Դուք դա պատկերացնում եք։ Քանի ժամ կդիմանաք դուք, որ Նիկոլ եք պաշտպանում։ Քանի ժամ։ Չեք դիմանա, չէ՞։ Բա ձեր ասած, ում դուք պաշտպանում եք ձեր դոշերը ծեծելով, Նիկոլ Փաշինյանը, խիչի ՄԱԿ-ի ամբիոնից ասում, ես ունեմ ռազմագերի, ես ստորագրել եմ թուղթ, հետ տվեք իմ ռազմագերիներին։ Խիչի ասում այդքանը։ Ես էլ հլնեմ ձեր հետ միասին, ձեր կողքը, ցենց ուսուսի տված, գոռամ Նիկոլ վարչապետ։ Բայց հարցերին ինքներդ ձեզ տվեք պատասխանեք։ Այլ ոչ թե կանգնում է ՄԱԿ-ի ամբիոնից, գոռում է աբագագա, հետո։ Ում է պետք քո բերած աբագագա, երբ որ դու խոսում էիր, որ նախկինները մեր բանակը զինում էին 80-ականների զենքով, որով 44 օր 120,000 բնակչություն ունեցող փոքր երկիրը կռվեց 3 պետության դեմ. Ադրբեջան, Թուրքիա, Պակիստան, ինչպես նաև Իսրայելի օգնությամբ, հա, Իսրայելի օգնությունը սամալյոտներով գալիս էր։ Բայց դու այսօր գոռալով նախկիները թալանել են բանակը, Նիկոլ Փաշինյան, նույն 80-ականների զենքով զինել ես հայ սահմանապահին, Ջերմուկի դիրքեր, Վարդենիսի դիրքեր, ով
մի ամիս լենով պոստերում են անգամ եմ խոսացել, չունի լողանալու հնարավորություն։ Ինչի, եթե մենք ապրում ենք Նիկոլյան Հայաստանում, հայ զինվորը, հայ տղամարդը կամ հայ կինը պիտի նմանվի անպայման քեզ, պիտի դառնա փնթի։ Դու ես կանգնում ազգային ժողովի ամբիոնին, առանց հասկանալու, որ դու մի ողջ երկիր ես ներկայացնում, ձեռդ միջև արմունկդ մտցնում ես շլվարիդ մեջ, ворդ քորելով։ Խի, աշխարհն է նայում քեզ, դու այդքանը չես գիտակցում։ Ու մարդիկ խնդում են։ Քո վրա չէ, մի ողջ ազգի վրա։ Այդքան պահը մեր Նիկոլա Պաշտ հայերը, որ ասում են Նիկոլը լավն ախպեր, չեն ուզում ընդունել, արա դեր հիմի քորա գալի քորմա, ընկերներ ջան, ախպերներ ջան, ախր սա մեր ազգի խայտարակությունն է, լավ քորվելը ջանդամ, գերիների մասին իրավունք ուներ խոսար ՄԱԿ-ի ամբիոնից, մեր տարածքների, որ խախտված է, իրավունք ուներ խոսար այդ, ուներ չէ, իրավունք, իր ասելով հայ ժողովուրդը 21 թվին իրան մանդատ է տվել, լեգիտիմ մանդատ, որ ինքը խոսի, ինքը արտահայտի հայ ժողովրդի կամքը, բայց չի անում խի։ Հայ ժողովուրդը 21 թվին մանդատ է տվել, որ ինքը իր Facebook-ում գրի սրբազան գնաքերուտ կնգան դոմփի, հա, կար իր նախընտրական ծրագիրը, որ թերթում եք 21 թվին, այտենց դրույթ կար մեջը, հա, ցույց տվեք, ես էլ ասեմ ախպեր, դե հիմի իրանց խոսույթն է, ասեք կանենք, չէ, գրել է անում է, Facebook-ն գրառում անում, սրբազան գնաքերուտ կնգան դոմփի, իր նախընտրական ծրագրում, որի հիման վրա ինքը խաբեց մի ողջ հանրության, ասեց Արցախի ինքնորոշում, այս ամեն ինչը պետք է լինի, ես ձեզ խոսք եմ տալի, Արցախը պետք է լինի հայկական, բայց հետո գնաց ասեց Արցախը Ադրբեջանի մաս է, ինքը գրել էր, որ ես իմ Facebook-ով, որտեղ ունեմ 1 միլիոն պատպիսչիկ, որի 13%-ը պակիստանցի ու ադրբեջանցի են, ես Facebook-ում գրելու եմ, պարոն կաթողիկոս, դիմելով կաթողիկոսին ավազանի անունով, արիտես ես թլպատված եմ, թե չէ, գրել է այդ ծրագրի մեջ այդքան բան, դուք դա կարդացել եք, դրանից հետո եք գնացել ձեն տվել, չէ, որտև ինչքան էլ դուք հավատայիք ու սիրեիք Նիկոլ Փաշինյանին, դուք կասեք, լավ, էսի աննորմալ մարդու գրած հայ ախպեր, էս ինչ ես գրել դու, ինչ է նշանակում, ես լինելով հայ, կապ չունի Հայաստանում եմ ապրում, թե Հայաստանից դուրս, դու պիտի միջազգային հանրության աչքի առաջ կաթողիկոսին հրավիրես տեսնել, դու թլպատված ես, թե չէ, որտև դա կան բարոյական նորմեր, որը ոչ մեկ իրավունք չունի անցնի։ Առավել ևս երկրի ղեկավարը, որ մի ողջ ժողովուրդ է ներկայացնում, մի ողջ ազգ։ Բայց այդքանը ինքներդ ձեզ հարց տվեք, մինչև Նիկոլ պաշտպանելը։ Ամեն Աստծո խոսքին դուք ասում եք, բանակը թալանել են, էս են արել, էն են արել, այ Քոչարյանը վատնա, Սերժը վատնա, էսի Լավ, քանի հոգի ունենք դատված այդ ձեր ասած նախկին թալանչիներից։ Զերո, չէ։ Զերո, բախեք ասեմ այդ մարդիկ վատն են։ Ուրեմն փաստացի Նիկոլյան նորագույն Հայաստանի իրականության մեջ այդ մարդիկ անմեղ են։ Ես դրա իրավունք ունեմ ձեզ ասելու։ Ու հայ հանրությանն ասելու։ Անմեղ են, չէ՞ որ չեն դատվել։ Նիկոլյան դատախազությունը չի կարում այդ մարդկանց մեղքն ապացուցի։ Ասում այս մարդիկ ախպեր անմեղ են։ Հետևաբար ինչ է նշանակում, որ ձեր Նիկոլ Փաշինյանը սուտախոս է, ստախոս, պահանջվում է ստախոս, այդպես ներկայացում կա։ Այսինքն ինքը խաբելով ինձ, ձեզ բոլորին, եկավ իշխանության։ Խոսում է ազատ խոսքի իրավունքից, բայց գնում կանգնում է գյուղացու կողքը ու հրապարակում է օրենք, որ վիրավորանքի համար անձը պիտի տուգանվի 1 միլիոն դրամով, 3 միլիոն դրամով, գնում կանգնում գյուղացի կողը, ասում է շինելու ենք դրանց։ Ոնց։ Դուք ձայն եք տվել 21 թվին մեկին, ով պիտի շինի ինչ-որ մեկին ուղիղ եթերով, լինելով, չգիտեմ, գործադիր մարմին, հա։ Էդ է ձեր մտածելակերպը, հարգելի հայեր ջան։ Գամ ինչ է նշանակում, հացը լինի 1000 դրամ, ես Նիկոլին եմ ընտրելու։ Լավ, հացը դառավ 1000 դրամ։ Քո աշխատավարձը, քո կենսաթոշակը եկավ բարձրացավ են մակարդակի վրա, որ դու քեզ թույլ տաս, բազվալյա տենես։ Այդ 1000 դրամ տաս, հաց առնես մի հատ։ Չէ։ Բա ոնց է լավ, հացը դառնա 1000 դրամ, ես Նիկոլ եմ ընտրեմ։ Ոնց։
ամեն ինչի մեջ նախկինն են մեն նեղավոր, Սերժը մեզ կերել էր, Քոչարյանը մեզի սպանել էր, Քոչարյանը մեզի թալանել էր, լավ, հարց չկա։ Որ այդ մարդիկ կոշտ ու կոպիտ են եղել է մանապոլիա որոշ առումներով, համաձայն եմ դրա հետ։ Բայց բերեմ հասարակ օրինակ, դու որպես ՀՀ քաղաքացի, ապրելով Հայաստանում, Քոչարյանի ժամանակ ունեցել ես 100 դրամ։ Այդ 100 դրամից քանի դրամն է գողացել Քոչարյանը քեզնից ուժի զորով կամ Սերժը։ Դու հիմա Նիկոլի օրոք ունես այդ նույն 100 դրամը։ Ճիշտ է, նույն 100 դրամը։ Նույն 100 դրամը քո գրպանում է կամ քո տան պահարանի են վերևի մեջ են արծաթի սնդուկի մեջ sense բաց է դրել ես 100 դրամ, ասում ես, էսի սե որվա փող։ Քո ապրելակերպը եթե լավացել է, քո ասելով, Նիկոլ Փաշինյանը թալանը հետ է բերում։ Բան չէ 100 դրամի վրա դու չես քեզ թույլ չես տալի գնաս մի հատ էլ 100 դրամ դնես։ Ասես տես Նիկոլը եկել է իշխանության, ես քվեարկե բերել եմ իշխանության, արդեն իմ արծաթի է այդ սնդուկ եմ ասում, այդ կարոբկի մեջ ես 200 դրամ ունեմ։ Քանի որ Նիկոլը թալանչիների ձեռից խլեմ, ձեր Ռոբին Գուդը։ Բաժանում է մեզ։ Հա։ Չունես դու այդ 200 դրամ ընդ դրած։ Արա ոչ մեկ ոչ մի չի գրեմ, լսում եմ թե չէ, անկապ խոսում եմ։ Հələ մի բար գրեք, էլի։ Ձևի մար։ Չգիտեմ, լսում եմ թե չէ, որտեվ կախել է իմ մոտ կապը։ Այդքանը առանց ինքդ քո մեջ մտածելու, որ ասենք ինքդ քեզ հարց տաս, ախպեր, հալավ, ասենք, հələ մի կողմ դիր։ Սաղին դիր մի կողմ։ Լևոնին, Քոչարյանին, Սերժին, Նիկոլին, բոլորին դիր մի կողմ։ Դու քեզ որպես հայ լավ ես զգա։ Ինչի հիման վրա։ Ինչի հիման վրա 12500 քառակուսի կիլոմետր տարածք գրչի մի հատվածով հանձնվեց Ադրբեջանի։ Անունը դնելով, որ մեզ դավաճանել են, մենք չենք կարծե պահենք։ Լավ, դավաճանել են մեզ։ Դավաճաններն ուր են։ Իրանք ինչ օքսիդացան, սենց գոլորշացան հելանոտ։ Ուր են դավաճանները։ Ջալալը, ուրա։ Որ հելե ասմա, արդեն ենցից զաստավի տեկանամ էտա խուցուցմունք տամ։ Դու չէիր պբեն։ Պբայի հրամանատարը, պաշտպանության բանակի։ Կամ պատերազմի հետ գործունեությունը, պարտությունը, ամեն ինչը ստեղծվեց քննող հանձնաժողով, որ նստում են ու քննում են, կանչում են, ասում են ջալալ, արի ցուցմունք տուրել է։ Էս ինչ մարդ արի ցուցմունք տիրել է։ Հələ արի տենանք մենք ոնց կրվանք, արա, ոնց 5 միլիարդ դոլարի զենք ունենալով հանդերձ, ու տես հզոր հրամանատար ով Նիկոլ Փաշինյանն է։ Ով հելել էր, բերանասարքել էր կանացի ուղղահայաց ժպիտ, գոռում էր, սա մի նոր սարդարապատ է։ Մի տարի առաջ զորացրված երեխեքին էլ տարավ լցեց մսաղացի բերան։ Այդ մարդիկ հավատալով, որ այս մարդը իրոք էլի, ինչ լինի մենք մեզ պարտված չենք համարի, հաղթում ենք, հաղթելու ենք։ Մի հատ էլ արծրում կար։ Ով այսօր մտնում է մարդկանց կոմենտների տակ գրում է պոռնիկի տղա։ Նիկոլի մամլո խոսնակը։ Արծրունը, արծունին բան չասեք, ինքը կուլտուրական, հետո էլ ասեց, ես ասել եմ, հաղթում ենք, չէ, ասելա չեմ ուզում քֆուրանեմ, վատ տղալն եմ, թե այստենց բան եմ ասել։ Վիդեոն հանեմ, ճպստում եմ, ասում արա, այսի դու չես խոսում, ասում եմ, էդի մոնտաժը, լկտի սուտա։ Մի խումբ գիժ մեզ դրել են գժի տեղ։ Քննող հանձնաժողով, ով ուսումնասիրել է բոլոր դեպքերը, մարդկանցական չէ, հրամանատարների ասել է, այ ախպեր, հələ մի հատ եկեք պատմեք, օրինակ դու, Պիդերմոնիկյան, ինչի ես թողը, երկու վաշտ զինվոր հադրութից փախե։ Նստե, քո վիլիսը փախե, ինչի ես փախե, եթե քեզ խոսքի դավերը են արե, 200 հոգի զինվոր, նորակոչիկ, 6 ամսվա ծառայող, մի տարվա ինչի ես թողը այդ տղեկին փախե։ Հələ արի մեծ զեկուցի, որ այդ տղեկից շատերը զոհվել են, չգիտեմ, վիրավորվել են, գերեվարվել են։
Էդրանական չէ, Պողոսին, Պետրոսին, Մարտիրոսին, կաչել է ախպեր, ասել է արեք հենց այդ քն, ու այդ հանձնաժողովը ստեղծվել է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Հանձնաժողովի նախագահան ով? Քոչարյան Անդոն, որը նախկիններից նախկին է։ Այդքանով հանդերձ այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը, որ բերեցին սենց վազելով, խփած թևի տակ, սենց վազելով եկան, ասին նայեք, մենք այնտեղ շտկումներ արել ենք, որ ոչ միտեղ չշրջանառվի Նիկոլ Փաշինյանի անունը։ Ոնց որ Բաքուն շտկեց սկզբից հայտարելով, որ դի Արայք Հարությունյանի հարցազրույցը ինքը ցույց տա, հետո ասած ցույց չեմ տալու։ Այդպես բան ես չեմ ասել։ Հեմել ասում ադրբեջանական ազնագիր է տալամ, որ Արայք Հարությունյանը ներում հայցի Ադրբեջանի նախագահից։ Լրիվ պորնո կինոթատրոն։ Դա խուժան բառ չի։ Դա պրոստը փաստի արձանագրում է։ Բերին ասին հենց մի հատ եկեք էլի, օրենսդիր մարմին է, չէ՞ ազգային ժողովը։ Ախպեր ազգային ժողովի նիստերը մեր ազգի 70-80%-ը նայում է։ Մենք ուզում ենք հասկանանք ով է ճիշտ, ով է սխալ։ Ձեր կապիկություններից զզվել ենք։ Մի հատ հələ բացեք, ձեր գրածը ներկայացրեք ինձ, ես էլ հասկանամ, որ X օրը, X ժամին, այս ինչ մարդիկ լքել են մեր զինվորներին, փախել են։ Հիմի այդ մարդիկ ենթարկվում են քրեական բանի, պատասխանատվության։ Ինչ արեց ազգային ժողովը, որտեղ մեծամասնությունը Նիկոլ Փաշինյանի քպն, քաղաքացիական պայմանագիր, ինչ արեց։ Ասма սրոգն անցել է, պետք չի, մեզ այդպես աչոտ պետք չի, իզի նախույ։ Խի։ Այդ 120 տարիեր անց է, 100 տարիեր անց է, որ մեզ էլ այլևս հետարքիր չի։ Ինչ հետարքիր է։ Փաստերով ցույց տվեք, այ ախպեր։ Ցույց տվեք, ես էլ ասեմ Նիկոլ վարչապետ, գոռամ ձերպես։ Ասեմ ախպեր իրոք Նիկոլն անմեղ արա։ Սրանք քցին ես հարիֆի ջեբը ցույց տվեք ինձի։ Ձեր սրբագրած է որտեղ որ պետք չի, չասենք Ջալալը տվել է Նիկոլի անունը, կամ մեկ այլ Օնիկ Գասպարյանի անունը, սրբագրել եք, ասում եք, այսքան տեղը ջնջիլ է։ Ջնջի պետք չի արա, Նիկոլի անունը պետք չի։ Էսի որ մենք հելանք ազգային ժողովից կարդացինք, այս ժողովուրդը կարող ասի, արա լավ, բա ես սրան եմ ցեն տվել, իրա էլա շերաղացը սրի կհարցակվի մեր վրա։ Մենք էլ զրկվենք միլիոնավոր դոլարների աշխատավարձից, պարգևավճարից։ Ժողովուրդը հասկանա, որ սրանք կապիկություն են անում, արա, սրանք են ծախի Արցախը։ Ջնջեք այդքան տեղը։ Այդքանով հանդերձ դուք այս պապկեն, որ Քոչարյան Անդոնի ձեռի տակ էր։ Ասին գնա մեզի պետք չի։ Արցախի հարցը արդեն լուծվել է, մեր Նիկոլ Փաշյանը մեզ տանում է խաղաղության։ Լավ, բայց այդքան զոհված երեխեն հավիճ ուտեին։ Հա? Հազար ներողություն այդ բառի համար։ Այդքան մսաղացի բերան ուղարկված երեխե, ես չեմ կարող նայեմ Եռաբլուրի վիդեոները, չեմ կարող այ ախպեր։ Ես գամ ժիվոյ չեմ կարող մտնեմ ես չեմ կարող նայեմ այդքան լուսի պես երեխեքի աշկերի մեջ։ Արա լավ, բայց այս երեխեքի ծնողները ինչի մեջ էին մեղավոր, որ դուք հիմա ներկա նախքին պոռնակացին բառախաղով մի ամբողջ ազգի դրել եք եշի տեղ։ Հե՞։ Ինչի մեջ էին մեղավոր։ Այս երեխեն 18 տարեկան, հերնում էր ասել են բալես։ Պետք է 2 տարի ծառայես, ոնց որ ես եմ վախտին ծառայել Արցախում։ Ծառայությունդ կպրծնես տղա ջան։ Այդտենց են ճամփե բանակ։ Բանակի քեֆ ուրախություն, սիրած աղջկան, չգիտեմ, ասել 2 տարի սպասի գանք, ամուսնանանք, ընտանիք կազմենք, երեխեք ունենանք, մեր մաման ու պապաները ուրախանան, թոր ունենան։ Մենք էլ երջանիկ, ես էլ մի հատ գործ ճարեմ, աշխատեմ, ապրենք։ Դա կլինի բանվորություն, դա կլինի, չգիտեմ, շինարարություն, հավաքարարություն, ստոմատոլոգ, ասֆալտ փռող, դեպուտատ, գործ ճարեմ, ես իմ երկրում ապրեմ։ Ես շենացնեմ նախ իմ հայրական տունը, դրանով հանդերձ շենացնեմ իմ երկիրը։ Շենացնեմ բառիս ամենաուղիղ իմաստով։ Ոչ թե Նիկոլ Փաշինյանի ասած, որ ասում էր շինելու եմ սաղիդ։ Լենան Ազարյանը խլինք պլինջ Լենան, հելավ ասեց, ինքը նկատի ունի ճանապարհ է շինելու ինքը։ Բայց այդքան երեխուն 6-7 հազար երեխա, ես որ պատկերացնում եմ 6000-ը զինվոր, ուղղակի կախում է, այսպես կախում է, ուզում եմ ջնջեմ, հեռախոսը խփեմ, պատին ջարդեմ, արդեն 3-րդ հեռախոսն է ձեռս։ Ես չտենամ այդ պատկերը։ Ուրեմն այդ երեխեքը զրոյական արժեք ունի։ Բա ներկայացրեք ձեր այդ քննիչ հանձնաժողովի զեկույցը։
Կարող է դուք այնքան ուղեղ չունեք, որ այդ քննիչ հանձնաժողովի զեկույցի մեջ, որը խմբագրված է մի քանի տասնյակ անգամ, կա եւս մի քանի կետ, որը ժողովուրդը յուրովի կմեկնաբանի։ Ասի, արա այ ախպեր, այս է դուք մեզ խափում եք։ Քանի որ պատերազմից փառք Աստծո, 44 օրյա պատերազմից դեռ կան փրկված զինվորներ, դեռ կան մարդիկ, վկաներ, որ կասեն, արա այ ախպեր, երբ որ դուք Հադրութի դեպքերի մասին գրել եք այս պատմությունը, որը նման է Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթներին, դա այտենց չի եղել։ Մարդիկ կմիացնեն իրանց Facebook-յան այդ լայվը, կխփեն պրիմո էֆիր, կամերան կֆրցնեն իմ նման ու կասեն ժողովուրդ, խափում են ձեզ, սենց չի եղել, ես ընդեն ներկա եմ եղել է սենց։ Ձեր գործողությունները ո՞րը կլինի այդ պարագայում։ Արագի մեջ, ալուղուլ անել այդ մարդուն տանել կալանքի։ Դա եղավ դեմոկրատիկ երկիր։ Հա? Ժողովրդավար երկիր։ Դրա համար չեք հրապարակում։ Որտեվ դուք չեք կարողանում կարեք վերմակ դոշակ կարելու մեծ ասեղով, կարեք կարկտեք այն գործը ընեց, որտեղ ժողովուրդ, որ այդ ինֆորմացիան ժողովուրդը լսելով կընդունի հալած յուղի պես։ Չի լինում, քանի որ շատ մեծ է ձեր գործոնը։ Քանի որ երբ որ YouTube-ով պատերազմի օրերին անձամբ ես տեսել եմ ոնց ադրբեջանցի Շուշի ադմինիստրացիայի շենքի վրա դրոշը տնկե, Նիկոլ Փաշինյանը դրա հաջորդ օրը գրառում արի իր Facebook-յան էջում։ Շուշի հիմա մարտերը շարունակվում են, բայց Շուշիի փողոցներում հայ չկար։ Այ թե որտեղ է, այն որ ասում է կատվի պոչը թաղված կամ շան պոչը։ Ձեր ամենամեծ սխալն է, որ դուք մտածում եք ժողովուրդն ունի հիշողության կորուստ։ Այ այդքան այդ ամեն փաստերը, որ հիմա մի քանի փաստ, որ ասում եմ, ես դա չեմ ասում հերթական անգամ, որ աուդիտորը հավաքեմ, լայք հավաքեմ, ինձ դա պետք չի։ Ես լայքը մերջ չեմ, ինձ պետք չի ձեր լայքերը։ Ես սա խոսում եմ այն մարդկանց համար, ովքեր պաշտպանում են մինչև այսօր Նիկոլ Փաշինյանին ու ասում են սա պիտի բերի խաղաղություն։ Դա չլնող բան է։ Ու հլում են Մոսկվա տեղ իրար փոր են թափում։ Գովերքելով Նիկոլին։ Էլ եմ ասում, իմ ասած այս մի քանի կետերի գոնե 30%-ը դուք հերքեք հիմնովին։ Ես էլ ձեր հետ գոռամ Նիկոլ վարչապետ։ Գոռամ ախպեր։ Հենց եմ ասեմ Նիկոլին ով բանասի ամոթ իրան։ Կանեք այդքան։ Չէ, բայց ձեր խոսույթի մեջ կա ռուսնա մեղավ։ Խի։ Երկու օրինակ բերեցի, չէ՞ եթերի մեջ։ Ռուսին դոկումենտալ ինքը կարար իրավունք տար, ինքը այդ իրավունքն ուներ դեռ 97 թվականի կնքած պայմանագրով։ Ասեր դու իմ եղբայրական պետությունն ես, կապ չունի, որ ես քեզ չեմ սիրում։ Դու ինձ չես սիրում, իմ տարածքների հաշվին միշտ առևտուր ես արել։ Արի ես քեզ օֆիցիալ թույլտվություն եմ տալի, ապահովի Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգությունը։ Ռուսները թուղթը sense բարձնելով, ասեն նայեք աշխարհ, նայի ՄԱԿ, նայի ԱՄՆ, նայի Եվրոպա, ոչ մեկը իրավունք չունեք ասեք, որ ես բռնատիրական երկիր եմ, ուժի զորով մտել եմ այդ տարածք։ Այդ մեմնդե պաշտպանեմ այդ երկրի անվտանգությունը։ Բայց չարեցիք։ Դրա փոխարեն կնքեցիք ինչ-որ թուղթ, որ ռուս խաղապահները կարան տեղակայվեն 5 տարով, որի 5 տարին հեսա լրանում է։ Բայց ոչ մեկ չի այսինքն ոչ թե ոչ մեկ, Ադրբեջանը, քանի որ այդքան հետույք, երկու կիսագնդերից կազմված ինչ-որ մարմնի մաս, որը շատ հաճախ Քորեա է ենթարկվում, անխնա Նիկոլ Փաշինյանի կողմից։ Ադրբեջանը ամեն ինչ անում է Նիկոլ Փաշինյանի ձեռքով։ Ինքը իրենց չունի, չնայած այնտեղ խաղապահ չկա, ոչ էլ հայ կա, բացի երկու հոգուց։ Ասի, արի այս պայմանագիրը բան անենք էլի, լուծարենք ախպեր, այս խաղապահների պահը։ Դա անում է Նիկոլ Փաշինյանի միջոցով։ Եվ Արաբաթ Միրզոյանի միջոցով նամակ է ուղարկվում արտաքին գործերի նախարարին Ռուսաստանի Դաշնության, ասում է այս պայմանագիրը մենք չենք ուզում երկարաձգենք։ Այս նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Բայց այս պայմանագիրը ենթադրում է, որ ցանկացած ժամանակ, թեկուզ ընդ լինի մեկ հայ, Ռուսաստանի Դաշնությունը իրավական իրավունք ունի զորք մտցնի ինձ։ Ասի ես եկել եմ այդ մի հայ անվտանգությունը պաշտպանեմ։ Նիկոլ Փաշինյանն անում է շարժվում է Ադրբեջանի օրակարգով։ Հետո մեզ բոլորիս նստում է էկրանների առաջ, ասում է Փաշիզադենովը, որ ես իր ասելով կաթողիկոս ձերբակալ եմ։ Կաթողիկոսը պրոստը երեխա ունի։ Ես դա շուտ վալից գիտեի, բայց հիմի ես որոշել եմ հիմի զբաղվեմ այդ հարցով։ Չէ՞։ Հա։
Հիմա ինքը որոշեց զբաղվի։ Քանի որ Ծիծեռնակաբերդի արխիվները իրանք օրը ցերեկով հանեցին, վառեցին, ես դա շատ շուտ կիսվել եմ իմ Facebook-յան էջով։ Նրանք դողնը վազեցին, ասին, արա այ ախպեր, ես ինչ եք անում կամերեքը ձեռը։ Առանց հասկանալ, որ ես կամերան գցնես միան, այդ վառողի մազերից բռնում ես ու հագցնում ես որոշակի տեղից։ Ասում ես դե վայելի, դե հոտոտի։ Դու ով ես, որ իմ ողջ պատմամշակութային արխիվները դնես ուրնաների մեջ վառես։ Այ վատ մարդ։ Փորձում եմ քրուչ անեմ։ Բայց երրմ այստես ասե։ Հիմի եկեղեցում մեկտեղված այդ փաստեր, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, մենք պայքարել ենք, մենք մեր ասելով մեր սերունդները, նախկին սերունդները, պայքարել ենք հայ մնալու համար, քրիստոնյա մնալու համար, չգիտեմ, արաբների դեմ, պարսիկների դեմ, թուրքերու դեմ, այդ համենու դեմ, դա պիտի վերացվի, որ վաղը, եթե Հայաստանում լինի խոսքի ազգային իշխանություն, հլը ասի լսի, ես Թուրքիա ջան, ես եմ ուզում քո այդ բարեկամություն ունեմ, այ ախպեր, ուզեմ, չուզեմ, դու իմ հարևանն ես, էսի ընես չելի, որ ցենց այս պուլտը ցենց ծխմի, ես ցենց ֆանտազիա կինոների մեջ այս տարածաշրջանից հելա գնացի ճպացի այն տարածաշրջանի մեջ, դարա շվեդիային հարևան, կամ շվեյցարիային։ Ես եմ ուզում քո այդ հարևանությունը, բայց արի դու քո արած ցեղասպանության սխալ ընդունի, ձևի հիմար մի հատ ասած խոսքի ներողություն հայ ժողովուրդ։ Երբ որ լինի ազգային իշխանություն, Թուրքիան կասի լավ, հարց չկա քո ասածն է։ Էսի որպես տարբերակ եմ ասում ֆանտազիայի ժանրից։ Կասի լավ, դե մի հատ փաստաթուղթ ցույց տուր, որ ես քեզ որպես ասած 15 թվին կոտորել եմ։ Դու վազելու ես, այս դավթարը խփած ձեռիդ տակ։ Դադարք պապ կա արդեն։ Վազելու ես Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Ճիշտ է։ Քրելու ես դոկումենտները, չկա դոկումենտ։ Քիչ կա, որտեվ դու Facebook-յան պայքար էիր տանում Նիկոլի դեմ, երբ որ Նիկոլի աշխատակիցները օրը ցերեկով վառում էին այդ նույն դոկումենտացիան ուրնաների մեջ։ Ասում ես լավ, այ ախպեր, բայց ես եմ վաղ, ինչի՞ էի քայլում, սա Աբովյանն է, սա Ամիրյանն է, սա, չգիտեմ, ես իմ Արամ Մանուկյանի արձանն է։ Դու ես պատկեր խփելու ես, արդեն մտազբաղ, արագի մեջ վազելու ես եկեղեցի, ասես հարգելի եկեղեցի ջան, հարգելի իմ հոգևոր առաջնորդներ, մի հատ ինձ հələ մի քանի արխիվներից թուղթ համած տվեք, էլի, բանը եկել է հասել նրան, որ Թուրքիան ուզում ազից ներողություն խնդրի։ Ես էլ ուզում եմ լավացնեմ հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ես ունեմ հիշողության շատ ռեսկի կորուստ։ 5 տարի առաջ Բայրակթարով մեր երեխեքին սպանելա, ես մոռնում եմ այդ ամեն ինչը։ Այնձի բմբուլ պետք չի։ Չեմ ուզում, չեմ մոռ, այդ տղեկին հոյ չեմ բերի, այդտեղ խաղաղության։ Եկեղեցին ասում է, հարգելիս, երբ որ հոգևորական է, էլի, ով պատասխանատու է այդ արխիվների համար, ասում է, հարգելիս, երբ որ 1-2 տարի առաջ, հա, այն ժամանակվա կառավարությունը կազմակերպեց արշավանք եկեղեցու դեմ, մտան ԱԾ-ով, քնչականով, ովքեր չունեն Սուրբ Մեռոն իրանց ճակատին քսած, մտան, որ ձերբակալ են կաթողիկոսին, դրանով շեղեցին ուղությունը, բայց այն հետևի մուտքից կայնած էր էտա գրուզավիկն, որի վրա գրած էր, ասենք, չգիտեմ, պիցայի առաքում, խոսքի օրինակ, աշկ փակելու համար, ընդե դաստեքով, սենց կալոդներով, մուսկուլներով տղեկը այդ դոկումենտացիան էին մտցնում ավտոն, որ տանեն վերացնեն։ Դու այդ վաղ տունդ նստած կամ գործի տեղդ նստած, ասում ես, լավ են անում, ախպեր, կաթողիկոսը լավը չի, թող տանեն, ձերբակալեն, ինչ ուզում են անեն, չեմ սիրեմ ես Գարեգին երկրորդին։ Առանց գիտակցելու, որ Գարեգին երկրորդը ճիշտ է հարցը։ Ստե եկեղեցում պահված փաստաթղթերն են, որոնք ենթակա են վերացման, քանի որ այդպես հրահանգ ստացել է Նիկոլ Փաշինյանը Էրդողանից։ Այդպես հրահանգ ստացել է։ Ես դա ասում եմ փաստացի իրականություն։ Դու որպես հայ, կապ չունի Սերժական, Քոչարյանական, Վարդան Ղուկասյանական, Ժիրայր Սեֆիլյանական, հա։ Դու զուտ որպես հայ, ես զզվում եմ այդ ականներից, անձամբ ես զզվում եմ այդ ականներից, որ չեն ասում ես ինչական, արա հայ եղեք, ուղղակի հայ, դժվար չի 3 տար, որի մեջ կա հազարամյակներից եկող իմաստ։ Դու քո տնից ալարեցիր դուրս գաս, ասես այն մեր ժողովրդի մի մասի մեջ մենտալիտետ կա, չէ՞, այն մտածելակերպ։ Լավ, առանց կրակ ծուղ չի լինեմ, այն որ ցած նստում են, է։ Այս դեմքով։ Ուրեմն մի բան արել է։
ուրեմն Ամարտ գլուխ մի դիր, այտենց մարդիկ շատ կան, չէ՞։ Գլուխ մի դիր ոչ մեկի հետ։ Մեր ղեկավարությունը գիտա ինչ է կենա։ Հեսա մի հատ նորմալ կաթողիկոս կբերեն։ Մենք էլ կեթանք եկեղեցի, ադուշի կմտնենք, մոմ կվառենք, զատո գարեգինից բրծանք։ Առանց գիտակցելու, որ դու որպես հայ եկեղեցի չես մտնում գարեգինի խաթր։ Դու մտնում ես քո աղոթքը հղելու առ Աստված, այդ մոմը ամիսը 1 տարին 1 վառելու, աղոթելու դուրս գալու, կամ առանց աղոթք դուրս գալու։ Առանց նույնիսկ հասկանալու քրիստոնյա դավանանքի բունեությունը։ Չես հասկանում, չես գիտակցում, ուղղակի լսել ես, որ դու քրիստոնյա ես, հա։ Հայ ես քրիստոնյա, գացինք մոմ վառելու։ Մեր ազգի մի մասի մեջ այդ մտածելակերպը կա։ Ոնց որ ասեն, գնացինք խաշուտելու, ինչի՞։ Նախ դու քրիստոնեության դավանանքի բունեությունը հասկացեք։ Որտեղ երբևիցե գրված չի, որ թշնամին գալիս է քո վրա սրով, դու պիտի սենց լուր օղչարի պես գլուխդ կախես, ասես կդրի։ Սրով եկածը սրով էլ պետք է գնի։ Քրիստոնեական դավանանքը քեզ իրավունք է վերապահում։ Այդ սուրը ձեռից խլես, ու այդ ասենց էմալենա չասեմ ինչ անես։ Անենց անես, որ ինքը տակ կա, պաղ հետ տանեն իրան, այդ ձև էլի, խոսքի։ Աննա ճապաղ ելնի, այդենց։ Խի չէ որ։ Ինձ այդ դավանանքը իրավունք տալիս է։ Ինձ ոչ մեկ չի ասում եղիր հեզ, ինչպես կոլխոզի ես, ոչ։ Նայեք միջազգային պատմությունը, պատմության դասերը սերտեք, խաչակրած արշավանք։ Խաչը մեջքից, այդ ասուրը ձեռից։ Գնաց։ Տարբեր ազգեր։ Բայց մեզ ասում են, կաթողիկոսը լավը չի։ Հեշ լավը չի, հեսա կաթողիկոսին, որ ձերբակալ են, խոսքի օրինակ, որ իրավունքը չունի պետական իշխանությունը, քանի որ պետությունը չի նշանակե կաթողիկոս, հա։ Հայ ժողովուրդը չի քվեարկե նշանակե կաթողիկոս, կաթողիկոսը ընտրվել է տիեզերական ժողովում։ Վեղաներով մարդիկ եկել են, նստել են, ասել են, հիմա քվեարկում ենք, ով ալնեմ կաթողիկոս։ Չէ, կաթողիկոսն երեխա ունի։ Բայց ես մոլերանտ քրիստոնյա եմ, էդ էլ եք ասեմ անպայման։ Ես հավատում եմ իմ Աստծուն, լավ եք անում, ես հարգում եմ այդպես մարդկանց։ Բայց վատ խոսք չեմ ասում նաև այն մարդկանց, ովքեր քիչ են հավատում Աստծուն։ Ես իմ կրոնին հավատարիմ եմ, կրոն, որ ասում են կրոն մարդկանց աշկեր վառվում է, չէ՞, դերասանական արվեստին, որ տիրապետում են։ Բայց իրանք չեն ուզում վերցեն մեր հայոց պատմությունը, ասես կարդան։ Ասեն լավ, այ ախպեր, ասենք հերը տղուն, որ ասում է տղա ջան, դու քրիստոնյա ես։ Ասում է հա պապա։ Լավ, պապ ջան, քրիստոնեությունը մենք երբ ենք ընդունել։ Անշաբլոն առած բառ 301 թվին առաջինն ենք ելե, sense խփում է դոշերին։ Լավ, պապ, բա մեր առաջի կաթողիկոսնով է ելե։ Բալես, վայթե Գրիգոր Լուսավորիչը։ Պապ, Գրիգոր Լուսավորիչն ով է եղել։ Մեր երկու բառ պատմի հասկնամ։ Չեմ իմանամ այդքանն արդեն, չեմ կարդացել։ Այդ վաղ զանգը տվեց 45 րոպեն լրացավ, ես հելա դասամիջոցի։ Այդ երեխին ասում է լավ, հələ կանի։ Վերցմա պատմության գիրք, որը շուտով վերանալու է։ Գրիգոր Լուսավորիչ եղել է ամուսնացած, ունեցել է երեխա։ Լավ, պապ ջան, հիմի խեք այդ եմ կաթողիկոս կլանգելու։ Մեր հիմնադիրը կրոնի եղել է ամուսնացած, ունեցել է երեխա։ Հերը չգիտի ինչ ասի։ Մաքսիմալ հերը, որ այդ պահին ասում է, բալես կապ չունի այդ գիրքն ցալատ թալմիան, դոր տպողի արև սև մերի, նախկիններն են մեղավոր, ռուսը մեզ դավաճ, էդ է ձեր մտածելակերպը։ Ու Մոսկվա տեղ, Պիցեր տեղ, այս ինչ տեղ, հլեմ իրար փոր են թափում դանակով, որ 200 հոգի ամոն հլեմ լցվում է հայերի վրա, որ սա հավաքվածները հայ են, խի, որպես ինչ։ Ախպեր իրար փոր բերեք թափենք, մենք մեր հայաստանյան իրականության մեջ ինչ ենք փոխելու։ Ինչ։ Ականներն ենք վերացնում, չէ, մենք ավելի ենք մեր ներազգային ճգնաժամը խորացնում, որը ձեռնտու է միայն Թուրքին եւ Թուրքի սպասավորին։ Թե ում ինքներդ մտածեք, ով շարժվում է Թուրքի օրակարգով։ Հիշեցնեմ, ինքը երեք ռեմենը վեկալել գրացել ասում են վարպետ 3 հատ ծակ ավելցրել էլի։ Նիհարեր եմ։ Ասնակնիկս կարոտից մեռնում եմ, քրքրվեր եմ, առանց հասկանալու, որ ինքը ճիճուն իրա ճիճունը չոբանի շուն է պահում։
Առանց հասկանալու, որ մեր ժողովուրդը ուղակի կապ չունի առանց կուսակցական կարոտ է մնացել խելացի խոսքի, կարոտ է մնացել ազգային գաղափարի շուրջ համախմբան կոչի, լոզունգի, խոսելա ոչի, խոսույթի։ Կարոտ ենք մնացել։ Մեր պապերն էին, ասեմ, չեմ ուզում, ասեմ, քանի որ առանց քֆուր եմ խոսում։ Մեռան գիժ դոմփելով խելոք ռաշ չի գալը ոչ մի հատ։ Նույնիսկ դրսում հայերը իրար հետ քյալա են տալի, կռիվ են անում, վիճվում են, ամենավերջի ձևի հավատացեք։ Խփում են իրար, ջարդում են իրար փոր են թափում։ Բայց մեկը մյուսին, ասենք, չեն փորձում այդ երկու վիճող անձնավորությունները նստել գալ մի հայտարարի շուրջ։ Աղբերներ, խի, համ քո անձնագրի մեջ ա գրած Յան ազգանունը, համ իմ։ Համ քո անձնագրի մեջ ա գրած ազգությունը հայ, համ իմ։ Բա ես ու դու իրար հետ ինչ ենք կիսում։ Ինչ ենք կիսում, կասես մի հատ։ Դու Նիկոլ ես պաշտպանում, խոսքի օրինակ Պողոսը պաշտպանում է Քոչարյան կամ Սերժ։ Արա այ ախպեր, ես ու դու իրար փոր ենք թափում, բերեմ սենց օրինակ։ Դանակով, տապորով, քլունգով, չգիտեմ, կռավաթի գլխով, չգիտեմ, մանդիրովկով։ Արա այդ մարդիկ իրար հետ հարց ու պատասխանի մեջ են ազգային ժողովում։ Եկեք հենց մեկ թարգենք, თუ այդ մարդիկը ստաֆեն մի հատ։ Ստաֆեն։ Որ հասկինան այ ախպեր, այս ժողովուրդն ասում է, բոլա մեզ դնեք գժի տեղ։ Խի պետք է Պողոսը, Պետրոսը, Մոսկվայում, Պիցերում, չգիտեմ, Վլադիվոստոկում, Կեմերովում, Մագադանում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Ջոմոլոնգման լեռան գագաթին, էթա դառնա էշ նահատակ 1000 ներողություն բառից համար։ Դալնաբոյնի գերեզման ոնց որ աբարանցի տատներ ասեմ։ Ինչի մար։ Դրանով հայի պատիվն ավելանամ, դրանով հայի հարգանքն ոչ, հեսա ցույց եմ տալու հերոստատուսությամբ։ Ռուսերեն չեմ ուզում ասեմ։ Մոսկվայում այսինչ ռեստորանում տեղի ա ունեցել, այսինչ դեպքը, որտեղ հայերը իրար փոր են թափել։ Ինչի համար։ Չեն մանրանալու, չեն ասել, որտեղ ռուսական լրատվամիջոցը ներկայացնել է իր ձևաչափով։ Որտեվ նույն ռուսական լրատվամիջոցը չի ասում, գիտեք ինչ կա, միջև նորությունը իմ ռուս հանրությանը ներկայացնելը, արի, որ ասում է Նիկոլ Փաշինյանը, պրեմիեր-մինիստրը, կանչել է, որ տենա թլպատվածը թե ինքը չի ասում, որ միջև է Նիկոլ Փաշինյանը վազելով գնացել էր Թուրքիա, փեշն բարձրել էր, ասել վա, թլպատված է, մեռի մարևուն, փագել էր, եկե հարձակվել էր կաթողիկոսի վրա։ Դա չի ասում ինքը նախապես։ Որ ռուսը հասկանասի, արա, ռուսը, թաթարը, մյուսը, արա, լավ այ ախպեր, մի հատ հլը այդ օբշի մենյուն ցույց տվեք, ես հասկանամ ինչ եմ ընտրեմ։ Արդյոք արժի ես ինձ հանդիպած հային ասեմ անինքն ասեր, որ հայն էլ խեռը չել է առանց քֆուր, հայն էլ ասի արի մատ հոտոտի։ Մի բար փստած բենիցս։ Մենք մեր ձեռով քանդում ենք մեր երկիրը։ Մեր ձեռով։ Ադրբեջանն էլ պարտվեց 91 թվին։ Ինչի մենք դրանց ասում ենք Յանի ոչխար, հա։ Ինչի դրանք որպես ցեղատեսակ կարացան ախպեր, իմի գան, փոխեն իշխանություն, ձևավորեն ես իմ կառավարություն, պարտվողներին ուղարկեն պատմության աղբանոց, մենք իրանց ասում ենք դուք վատն եք, մենք մշակույթ ունեցող երկիր ենք։ Մենք 21-20 թվի պատերազմից անցել է 5 տարի, հել չենք կարում։ Բայց մենք գերխելացի ազգ ենք։ Ես չեմ ուզում իմ ազգին անուն դնեմ։ Ու չեմ էլ թողում YouTube մտնի այն կոմենտները, որոնք վերաբերում են ազգային պատկանելությանը։ Այդպես բաներ մի գրեք, ազգին մի պախարակեք։ Ազգի մասին վատ բան մի գրեք։ Լավն են, վատն են մեր հայերն են։ Չի հասկանում ինքը պահի լրջությունը, սխալ բանա գրում, այ որ մտնեմ գրում են Նիկոլ Վարչապետ կամ Նիկոլ Անհախտ, Նիկոլը Սաղիթ Բերանը քաքելու է, այդպես մարդկանց սերը փոխեք։ Հարց չկա։ Հանվեք, լարեք այդ մարդկանց հետևից, իրանք սիրում են, որտեվ իրանց տատերը 15 թվին ասել են, աղջիկ Գյուլնաս, հələ կային մի քիչ արագ մի վազի էլի, վայթեմ հասնում է, հələ նա ինչ սիրուն է սրե։ Կամանց վազի։ Ու սենց խուշորոր գալով դեմի վազողներին ասել են, որ փախել են։ Աղջի վազեք, հեսա դագանատ կենեմ ձեզ։ Նրան ֆրացել, դե հարի էլի վայ։
Այդ էս մարդկանց թորնեն են դες բան գրեմ։ Եմ որ հետո sense գնացե դեմը եկել մի հատ քարաժարի կամ չգիտեմ էլի ծառի ասեն վայ հոգնամ, այսպես էլի։ Հասար, դե արի։ Դե արի մատ խտտենք իրար։ Բա ու հազարավոր հայերի այդպես մարդկանց թորնեն ու ծորնելը փորձում են օրակարգ թելադրել։ Ինձ էլ ասելով սխալ ես խոսում, ես խոսում, մյուսին ասելով Նիկոլը սրբադասված է։ Նիկոլը որտե՞ղ է սրբադասված։ Կրկնում եմ եւս մի անգամ։ Նիկոլ Փաշինյանը կաթողիկոսին մեղադրելով երեխա ունենալու մեջ ինքը խոռոփած ունի ԶԱԳՍ ինստիտուտի վրա։ Իրա 4 երեխան էլ, յանի իրա 4 երեխան։ Ծնվել են ոչ օրինական ճանապարհով։ Ամուսնական կապ չի եղել օրինական։ Ուրեմն միայն կապորինի երեխաներ են։ Եթե մեկին քննադատում ես, ուրեմն դու պիտի քննադատում ես ինչ-որ բարոյական նորմի մեջ, գոնե դու այդ բարոյական նորմերի 30%-ին պետքա տիրապետես, որ պետք եղած դեպքում ասես, հələ մի հատ ինձինայի, չի կարա խոսքի 1000 ներողություն շիլ տեսողություն ունեցող մարդը, էթա դեմին ասի դու շաշես։ Այս մարդը ֆրակասիրել է, դուք ես տեսել ես հայլու մեջ։ Չի կարա անբարոյականության բոլոր չափանիշների պրիձել Նիկոլ Փաշինյանը ինձ պահանջի, որ ես պահանջեմ կաթողիկոսի հրաժարական, ընչի, խի, որ այդ դաստեքով արխիվները տանես վառես, վերացնես թուրքի պահանջով, չէ։ Հետո եկեղեցին պառակտես։ Այդ է խնդիրը, ստե հարցը կաթողիկոսի հրաժարականը չի։ Ես այս էջով գրել եմ, մարդիկ խնդալու սմայլիկ են դրել։ Երկնային գրասենյակից ես ստացել եմ զանգ, 3։ Այսօր այդ զանգն հաստատվեց։ Այսի լրիվ լուրջ։ Մանրամազ երրորդ զանգը Չուշանա։ Ես իմ Facebook-յան էջով խնդրանք կոչով հանդես կգամ։ Բոլոր են հայերին, ովքեր իրենց խորքում հայ են մնացել։ Խնդրեմ գնալ Վեհարան։ Երբ որ Նիկոլ Փաշինյանի վարչախումբը կհարձակվի կաթողիկոս Վեհարանի վրա, կխնդրեմ, կաղաչեմ պետք է լինի։ Ոչ թե Գարեգին երկրորդ կաթողիկոսի համար, այլ իմ պատմամշակութային այն հարուստ ժառանգության համար, որը կա եկեղեցու արխիվներում։ Ու հայը պետք է կանգնի ու ասի՝ մոտ չես գալի։ Հայը պաշտպանելու է իր պատմամշակութային ժառանգությունը։ Հայը չի թողնելու, որ ինչ-որ օտար ուժերի օրակարգը սպասարկող անհատականություններ, ովքեր իրանց կոչում են լեգիտիմ, ջնջեն իմ հայոց պատմությունը։ Մատենադարանից, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից կամ եկեղեցու արխիվներից։ Իսկ արդեն ով կգնա ու ով կասի, ես գործի եմ, ժամանակ չկա, ես էտա Լևի եմ եկե, մի հատ էտա ծլիկի հետ խաղամ նոր էթամ, այդ արդեն ամեն մեկը յուրովի է որոշում։ Բայց կան հարցեր, որոնք վերաբերում են ազգայինին։ Քանի որ նույն ազգային մենթալիտետի շնորհիվ մենք այսօր հայ ենք մնացել։ Նույն եկեղեցու մատուցած ծառայությունների շնորհիվ, գիրու գրականությունը բոլշևիկ մենշևիկներից պահելու շնորհիվ եմ ես հայ մնացել։ Ես հայ եմ մնացել։ Ու այսօր բոլորի հետ խոսում եմ հայերեն։ Լավ, վատ, սխալ կամ ճիշտ ձևաչափով, դա արդեն հարցի երկրորդ, երրորդ կողմն է, որը ոչ մի էական նշանակություն չունի իմ խոսելավոճի մեջ։ Կարևորը մարդը հասկանում է ինչ եմ ուզում ասեմ։ Մարդը ընդունում է թե չէ, դա էլ արդեն ընդհանուր աղերս չունի այս համընդհանուր կոնտեքստի մեջ։ Այդ է իմ ասածը։ Եթե ես որպես ազգ, որպես էթնոս չկարողացա հիմա իմ 30% մնացած պատմամշակութային ժառանգության արխիվները պահել այն թաթիկից, որը փորձում է վերցնի, տանի ոչնչացնի։ Ես վաղը չեմ կարողանալու ապացուցեմ, որ ես հազարամյա պատմություն ունեցող ժողովուրդ եմ։ Այդ դա է իմ ասածը։ Ուստի հարցը կաթողիկոսը չի։ Կաթողիկոսի հրաժարականը իրավունք ունեն պահանջեն հոգևորականները, բարձրաստիճան, այլ ոչ թե ԶԱԳՍ ինստիտուտի վրա խոռոփած, գյուղացու մոտ շինելու է արտահայտությունը արած, ազգին սև ու սպիտակի բաժանած, հա? Ազգային ժողովի ամբիոնից իր հետանցքը հավերժ ճանկռող,
հոգեկան ցնցումների մեջ ընկած, Ադրբեջանի ղեկավարին կոֆե առաջարկող, Թրամփի մոտ որպես Հայաստանի վարչապետ ներկայացող, Սյունիքում ողջույն ոչ լավ տղա խոսույթին արժանացած, անինքնասեր որևիցե մեկը։ Նա դրա բարոյական մարդկային իրավունքը չունի։ Իսկ մնացածը հայն է որոշում, ազգն է որոշում, ժողովուրդն է որոշում։ Իրավունք չունի կաթողիկոսի հրաժարականը պահանջի մեկը, ով ձերբակալում է անհետ կորած զինվորի հորեղբոր։ Ինչի հիմա որ էմոցիոնալ ֆոնի վրա ոչ մեկի գլուխը չի ջարդել, ոչ մեկին մարմնական վնասվածք չի հասցրել, ոչ մեկին կյանքից չի զրկել։ Ձերբակալվում է Արսեն Ղուկասյան։ Ձերբակալվում է Գարիկ Գալեյան, ջուր է շփե։ Կաթողիկոսի բարոյական կողմն եմ ասում, կաթողիկոսի հրաժարական իրավունք չունի պահանջի մեկը, ով իր ավտոշարասյունով դիդիդ 100 քանի արագությամբ անթույլատրելի օրենքի առաջ հավասար են բոլորը ընթացավ Երևանի փողոցներում սոնային գցեց մեքենայի տակ ու նույնիսկ չկանգնեց մի ավտոները ասես գնում են ավտոները մի ավտոն կայներ ասել ախպեր հիմի գցել ենք ավտոյի տակ մետ հասնենք հիվանդանոց թո 10% շանս էլի այս աղջկան փրկենք աղջկա որովայնում գտնվող չծնված երեխուն ոչ ու այդ մեքենայի ռուլին ղեկին գտնված ոստիկանը ստացավ Հայաստանի իրավապահ արդար դատարանի կողմից ավելի քիչ դատավճռով սռոք քան մեկի վրա ջուր շփած Գարիկ Գալեյանը որտեղ է բարոյական կողմը որն է իրավական կողմը որտեղ է արդարությունը Ինչի հիմար է սկալանավորը Պավլիկ Մանուկյանը խաղացել է իմ ազգային ինքնասիրության հետ, ազգային արժանապատվության հետ, ինչի հիմար։ Իսկ երեկվա տեղի ունեցած շարժմանը ես չեմ անդրադառնա առայժմ, ընդդեմ կային անհատականություններ, ովքեր ումից ես ուղղակի մի թեթև ալերգիա ունեմ, բայց ալերգիա ունեմ իրականում։ Գանանդեմ, հետո փռշտում եմ, հազում եմ, երբ որ ծաղկիներ սենց դա բողբոջան։ Իմ կյանքն էլ 10 օրվա։ Բայց այդ մարդկանց չեմ անդրադառնա, ուղղակի երբ որ ցուցանակ եք, հա, սենց բռնում, այդմ լավ եք անում։ Երբ որ նշում եք քաղբանտարկյալներ կամ նրանց նկարները, նշեք բոլորին, թող լինի ամեն ինչ ճշտի մեջ, օբյեկտիվ։ Հələ որ այդ հարցով հələ որ չեմ խոսա։ Այս թեման հիմնականում վերաբերվում էր, որ հայը հային, Նիկոլ Փաշինյան, դու ես սարքե թշնամի։ Հայը հայի դեմ թույն ու թարախաշնջում քո նմանի պատճառով։ Հայը հայի դեմ, չգիտեմ էլի, սենց ատելությամբ լցված անհասկանալի ատելությամբ։ Ձեր նմանների պատճառով։ Իսկ դուք ծիծաղալով մի ողջ ազգի ժողովրդի վրա շարունակում եք խաղալ ձեր խաղը։ Հայաստանը տանելով դեպի թրքացում, անունը դրել եք Եվրոինտեգրում։ Որ գնաց Ֆրանսիա, պարոն Փաշյան, մեր անկոտրելի վարչապետ, Մակրոնի կնգան, ձեռով է բարև տալի։ Հա? Ինքը մտածում ես Մակրոնի տիկինը, Պուպուլիկով տիկին, տեսել ես։ Պուպուլիկով տիկինը, ձեռն էլ լվանում է, լվացում է, ասել մեր Գարիկն, չիշկանալուց հետո, չէ՞։ Մենք որպես ազգ ուր եկանք հասանք։ Լավ, երևի այսքանը, լավ եղեք։ Գացինք։